Մենք ասում ենք Լուբոյ, մենք ասում ենք Հայատ։ Դա էլ է Երևանի ինքնության մասը։ Բայց ես համաձայն չեմ, որ Երևանը տուն ու շենք չի։ Բայց եթե այսքան ժողովրդին Երևանի վերցնես տանես Ամերիկա սաղին, ասենք հրաշքով։ Ինչ եթե Երևանը չի։ Երևանն է։ Երևանն։ Ամեն ինչ կենտրոնացած է կենտրոնում։ Այսինքն իմ մոտ նես տպավորությունն է, ոնց որ կենտրոնը կառուցվել է Կասկադի բնակիչների համար, Աբովյանի բնակիչների համար, Թումանյանի ու լրիվ անտեսված են ու մոռացված են իմ համար վարչական շրջանները։ Երևանյան լիճը կենտրոնի, Շենգավիթի ու Մալացիայի արանքն է։ Շենգավիթ ու Մալացիա մենաշ բնակիչներից ունեցողներից է, բայց այդ մարդիկ մի օր տեսել ես մեր Շենգավիթի կամ Մալացիացի, որ գնա Երևանյան լիճ։ Իմ համար Երևանի զատ մի քան տեղ կա։ Անկեղծ ես կարելի։ Մենք մեկը դա Էշմիածինն է։ Ես միացնում ես մի հատ բալկոն եմ տեսել եղբայր երկերներով։ Ես քեզ նկարը կուղարկեմ։ Կարաբալային հները, ասենք մտածում են գիժա ծաղ, բայց այդ մարդի կյանքից է, իա դեմ ընկերներին մորթել են, մարդը փոխել է բանը, հասկանում ես։ Բայց ինքը ծաղկա վաճառ է եղել։ Ինքը ծաղկա վաճառ չէ, ինքը ծաղի նվիրող է եղել, ձեռից փող են տվել։ Չէ, վախնիշ խաղին ու կախ։ Չէ։ Հասկացել որ Երևանի կենտրոնի խնդրումը մայթերն են։ Մայթերը սենց են, մեկը խաֆեաբացը, մեկը խանութ, մեկը փոսափոր է, մեկը նեղա, մեկը էսար, մեկը պարկինգա բերե սարք է։ Ես լրիվ համաձայն եմ Նժդեհի ցեղակրոն գրքի մեջ ինչ գրել է Նժդեհը, լրիվ համաձայն եմ։ Կուսակցությունը մանավանդ հայկական Հայաստանի կուսակցությունները պարակտում են երկիրը ներսից, որտեղ իրանք չեն գործում իշա Հայաստանի Հանրապետության, իրանք գործում են իշխանության մոլուցքով։ Մեր ինքնությունը կուկուրոզնիկը չէր։ Իմ համար դա իմ ասոցացումը լրիվ Երևանի հետ, ասենք իրանք հանդել են ինչքան հիշում եմ անհիմն։ Ես խաչ չեմ սիրում։ Դու սիրում ես։ Բայց Երևանը ասենք էլի Դուբայի հետ ոդկցի սար այդ 100% բան եմ ասում։ Այդ փոքր որտեվ Երևանը վաղտին Դուբայ եղե։ Բարև ժողովուրդ ջան, այսօր իմ հյուրն է իմ լավ ընկեր, քաղաքային պլանավորող, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը, վիճան բարև։ Բարև աղբեր ջան։ Ուրեմն միանգամից ես անցնեմ իմ կարծիքին, քո մասին։ Ես կարծում եմ դու շատ թերագնահատված մասնագետ ես ու անկեղծ է շատ։ Թերագնահատված քո տեղը չգիտեն ոնց որ ասում, հա։ Ես լրիվ անկեղծ մինչև մեր ծանոթությունը քո մասին ես իմացել եմ, միշտ նայել եմ քո ինտերվյուները, քո խոսքը, քո բոլոր գործունեությանը աշխատել եմ հետևեմ ու քո մարդ տեսակով ու քո երևանցի տեսակով ես միշտ հիացել եմ Վիժան դրա համար էլ այսօր դու իմ ընկերն ես ու իմ հյուրը։ Վիժան, ես կուզեմ իմանամ քո համար ո՞րն է Երևանի ինքնությունը քո համար։ Այդ հարցը դու ես ինձ տվել քո ոդքասթի ժամանակ։ Հիմա հետ եմ տալի էլի։ Գիտես, ինձ հարց տվեցիր, որտեվ երևի անկեղծ ինձ այդ ինքնությանով երբեք ես ասենք եթե տարվանցած տարվա մեջ կա տասնյակ ինտերվյուներ եղել, ես ինքս այդ հարցը փորձել եմ ամեն ինտերվյուում առաջ բերեմ այդ գաղափարը, հենց ինքնությունը ու Երևանի ինքնությունը։ Բայց ինքնությունը այնքան կարևոր բան է ամեն քաղաքի համար, հատկապես Երևանի համար, որովհետև Երևան ունի շատ կարևոր մի քաղցր կոլորիտ ու հենց կարող է օրինակ, մեկի համար այդ կոլորիտն էլ է ինքնության մաս։ Ես որպեսզի շատ ընդլայնվեմ այս հարցը, օրինակ մի հատ օրինակ բերեմ, մենք մի քանի 2 տարի առաջ հիշում ես մի հատ այնս կարծում էլի զրուցել ենք, երբ որ ուզում էին թենիսի կորտերը քանդեին, անիմաստ, թենիսի կորտերը քանդեին, ծառեր տնկեին, այսինքն դա ոչ մարդիկ կա, որ ծառը այգին գնացող կա եւ այլն, բայց թենիսի կորտերը ավելի շուտ եղել, քան Նովակաձև այգին։ Այդ թենիսի կորտերը այդ Երևան քաղաքի ինքնության մաս է եղել։ Կմտածես, չէ՞, դա քիա։ Ոնց որ Times Square-ը եղել է օրինակ Նյու Յորքի համար, չէ՞, Էֆելյան աշտարակը դառնա Փարիզի ինքնության։ Երևանը տենց մշտական չունի, էլի ասես որ ասես որն է քո համար Երևանի ամենաճարտարապետական, որ ասում ես համեմատես որպես սիմվոլը, չէ՞, օրինակ որ ասում ես Լոնդոն, ասում ես Big Ben-ը, չգիտեմ։ Մոսկվան ասում ես Կրեմլը։ Երևանում տես չի, որտեղ օրինակ մենք ընկերություն ենք, չէ՞, ու դու անում։ Շատ քիչ է լինում տենց, բայց ես ու դու շատ հարցերով նման ենք մտածում, բայց եթե ես քեզ ասեմ որն է, օրինակ թեկուզ 10 տարի, 20 տարի ինձանից ավելի կամ փոքր, ամեն մեկը ուրիշ բան ենք ասում։ Իմ համար օպերան օրինակ եկավ մտքիս։ Նույնը, բայց զարմանալի է որ հենց որտեղ դու համ երիտասարդ ես տարիքային բանով, բայց շատ բաներով դու գաղափարով շատ ավելի ես, որտեղ դու օպերան արես։ Պրիզնատ ես գալիս։ Այս բառը ասեմ։ Շատերը ինչ այլություն, ասում են կասկադն է։
Մեկի համար կարող է ասենք հրապարակն է, իմ համար էլ է օպերան, որտեղ իմ համար օպերայի շենքով է սկսել Երևան քաղաքի, թե քաղաքաշինական, թե ճարտարապետական եւ նաեւ ամենակարևորը մշակութային վերածնունդը, այսինքն Ալեքսանդր Թամանյանը, Սպենդիարյանի հետ, ասենք մնացած մարդկանց հետ, ասենք այդ ժամանակվա ղեկավարները շատ են եղել, չգիտեմ, Միասնիկյանը, Խանջյանը, հետո Վերցրելը, Հարությունյանը, իրեն կարողացել են տեսնել։ Դա իմ համար սիմվոլ է Երևանի։ Հիմա դա օպերան, Երևանի ինքնության մաս է, բայց իմ համար Երևանի ինքնության մասը խաղողի վազ է։ Երևանի կենտրոնի Լյուբոյ Հայաթի բանը խաղողի վազը կամ պուլպուլակի իմ համար ինքնության մասը։ Հիմա իմ ասած բառը, չէ, նայ մենք ասում ենք Լյուբոյ, մենք ասում ենք Հայաթ, դա էլ է Երևանի ինքնության մաս։ Այսինքն դա ինչ որ մի ժամանակաշրջանի լեզվամտածողության կարևոր բան է։ Այդ է իմ ինքնության մասը, օրինակ ես քեզ անկեղծ ասեմ, օրինակ ես երբեք առաջ միշտ ասում եմ, օրինակ ասում ենք ԼԼՍ-ի, չէ, երևանցիք տենց են ասում։ Իմ տատս Լորեցիա, Կիրովականցի է։ Ոսկե վազածնվե, բայց Կիրովականա մեծացել, մորական կողմս էլի, պապս էլ։ Պապիս, տատիս երբ մահացավ, տատս եւ պապս։ Ես մինչև իրանց մահանալ լավ չեմ ասում։ Հիմա ասում լալսի։ Իմ մեջ դա ուրիշ ձև է, որտեղ ես դրանով ամեն օր ասում լալսի, կողքից միշտ ասենք իմ լորը Կիրովականցին գերը մտածում են, որ հասկացար, ես չէ մի բան եմ ուզում ասեմ, չէ, ես ուղղակի ամեն լայով իմ մեջ իմ կարոտը տատուս ու պապուս առնում եմ։ Այդ լայով, հասկանում ես, լադենը, չէ։ Չեմ կարա շատ այնց խոսամ, բայց լալսի մեջս մտել է, որտեղ տատիս վիճա լալսի, հասկացար։ Հիմա նույնը ես Երևանի վրա, բառեր կարա լինի, հոտ կարա լինի, գույն կարա լինի, իմ համար ինքնության մասը։ Իհարկե, Երևանի ինքնության մասը, օրինակ Խանջանով, ասեմ, քաղաքի կենտրոնը առաջ, այն արանժևի լույսերն էր, չէ՞, ես վերջերս արդեն եւի մի երկու ամիս առաջ վերջի արանժևի լույսեր են Ստոլբերի քաղաքային լուսավորությունը գիշերը։ Հիմա փոխել են LED դերը, միտեղ սպիտակ, միտեղ դեղին։ Բայց այդ հիշում ես այդ գույնը վերջի 20 տարին, 25 չէ, 40 տարին այդ օրանժ գույնի լույսերը որ կար, իմ համար Երևանի լույսն էր։ Հիմա որ լույսը փոխում է, քաղաքային իշխանությունները պետք է ասել եղբայր էլի փոխի։ Բայց նենց արա, որ սա ինքնության մաս է։ Օրանժևի։ Իհարկե օրանժին մոտիկ լինի, այսինքն էլի դիր էներգա խնայող, էլի դիր չգիտեմ արևի, այսպես բաները շատ կարևոր է ինքնության։ Այդ LED-երը որ դրել են, ինքը չի կարա 30 տարի հետո լինի էլի ինքնությունը էս մի սերունդի։ Կարա ժամանակաշրջանի ինքնություն լինի, բրա, հասկանում ես, որտեվ ինքը ինչա, ճարտարապետությունը դրա նման մի բան է, որտեվ ես հիմա ինչ խոսամ իմ մասնագիտության մոտիկ մի բանով, քաղաքաշինություն, ճարտարապետություն, մշակույթ, ճարտարապետությունը ես կարաս շենքն է, չէ՞, նայում ես շենքին հասկանում ես, օրինակ իշնում ես Ալավերդյան փողոցով, նայ, չեմ ասում Հանրապետության փողոցով, բայց չեմ էլ ասում Լենինի փողոց, որտեղ Ալավերդյանի փողոց առաջ եղել է Լենինի փողոց, Լենինի պրոսպեկտը չշփոթենք։ Լենինի, ասենք Լենինի թաղն ասեն ժամանակ Ալավերդյանը։ Բայց Ալավերդյան իմ ժամանակ ես դպրոց եմ գնաց Ալավերդյան փողոցում, չէ, ասենք, ու ես մտածել մենք ասել ենք 114-ը 71 Ալավերդյանի վրա, այնտեղ ու ինքը ոնց ասեմ, այդ փողոց այդ հին շենքերը, նա մեզ հասկանում ես, ասի միջև հեղափոխություն եղավ, ինչև սովետ։ Հետո գալիս ես այդ բանը, վարդագույն տուֆը, հետո հասկանում ես Թամանյանական, դա արդեն լրիվ ուրիշ Երևան է։ Հետո մեկ է տենում ես այս 90-ականների մի քիչ նոր տուֆերի գույներ ավելացան։ Հիմա ընդհանրապես սպիտակ տրավերտինը դարել է օրինակ այս երևանցիներ, հատկապես ոչ կենտրոնի կարող մտածել, որ այնքան շատ է հիմա տրավերտինը սպիտակ, բայց տրավերտին Երևանում չի եղել։ Ես որ երեխա եմ եղել, Երևան ոչ մի տրավերտինի շենք չի եղել։ Մենակ վերջում 80-ականների վերջում կասկադը դարավ սպիտակ, բայց ինքը այնքան սիրուն ճարտարապետներ դոմինանտ ու մեկ էլ իշում առողջապահության նախարարությունը Թումանյան 8 է Ալավերդյան Խաչմերուկի այդ շենքը տենց այսինքն գույնելա կարալի ինքնության մաս էլի հա համաձայն եմ վարդագույն քաղաք ոնց ամեն քաղաքի մասն Գյումրին իրան ունի Կիրովական իրան ունի էլի մոտիկ որտեղ նոր քաղաք է հա Վիզջան դու մի տարի աշխատել ես կենտրոնի թաղապետ եղել է որ դու ուզենաս ինչ-որ էական մեծ բան փոխես, որ կփոխեր շատ բան այդ քո փոփոխությունը, բայց քեզ թույլ չեն տվել։ Իսկ եթե եղել է այդ որն է եղել։ Դե գիտես, դա շատ չեմ զանա խոսամ, որտեվ այդ հարցով էլի, բրատ, որտեվ այդ ժամանակվա իմ ղեկավարն եւ իմ ընկերն էր։ Ճիշտ ասած, չգիտեմ պատկերացում չունեմ ովքեր, ես մենակ գիտեմ, որ դու Հայկ Մարությանն աշխատանքի, մենք միջև էտել ենք շփվել, թե ընկերություն են կարել, թե
մենք շատ նաև մեր հիմնական, չասեմ մենք մանկության ընկեր չենք եղել, այտենց կյանքի ընկեր չենք եղել, ինստիտուտի ընկեր չենք եղել, հայաթի ընկեր չենք եղել, բայց մենք ընկեր ենք, Երևանցի տղեկ ենք եղել, հարգել սիրել ենք, ընդհանուր ընկեր ենք ունեցել շատ մոտ եւ այլն, բայց մենք գնահատել ենք իրար արժեքները։ Ես գնահատել եմ, որ ասենք Հայկոն ինքը միշտ լինելով, միշտ ինքը փողաշխատող տղա եղել, միշտ տաղանդից ման չեմ խոսում։ Սաղս գիտեմ, այսինքն ինքը ստեղծող ա եղել, էլի, կրեատիվ տղա եղել, բնես բաներ արել, լե ժամանակ գիտես, բայց ինքը դրա հետ մեկտեղ խախան չի նստել տեղը։ Ինքը միշտ ասենք եթե խնդրեմ ա եղել, բողոք միշտ ձենը բարձրացրել է։ Իրեն շատ մարդիկ եղել, բայց ու երբ որ շատ նաև շատերի հետ մեկտեղ, բայց մենք Հայկոն լսելուն էր, օրինակ ասում էր քաղաքային բացատրում էր, որ օրինակ ասում եմ, այս ուրբանիստիկայի նույն, հա, թեմայից, ասում եմ, ստեղ աշխարհում ընդունված է այս ձևը, չգիտեմ, այն ձևը, ինքն էլ աշխարհ տեսած է, շատ էլ գնում գալիս եւ այլն, հա, կինը Եվրոպայից էր, ինքը տենում ասում, գալը հարցնում էր, ասում լավ չի էսի լինում, ասում բացատրում է sense չի։ Ու երբ որ մեկ այնքան ենք խոսած, որտեվ 10 թվից առաջ ոչ ես ոչ Հայկոն կյանքում չենք մտածել, որ մենք քաղաքապետանում աշխատենք։ Ես որ հաստատ չէի պատկերացնում։ Բայց Հայկոն ինքը էությունով ռեֆորմատոր էր։ Ես դրա համար եմ նաև համաձայնվել։ Ինքը մաքուր տղա է, ինքը ռեֆորմ, բայց երբ որ ինչ որ մի պահից ես հասկացա, որ մեր այդ ես ավելի ինձ նայում եմ որպես ոչ թե թաղապետ, ջնատին շատ հիշում եմ որպես թաղապետ, բայց անկեղծ ես կուզենամ հիշեմ որպես ուրբանիստ, որտեվ նայ մենք խոսում ենք թաղապետ բառից, բայց դա էլ է ինքնության մաս Երևանում, բայց այդ պաշտոն չկա թաղապետ, կա համայնքապետ, կա գյուղապետ, կա թաղապետ չկա, կա վարչական շրջանի ղեկավար, որ մեկը գա բացատրես է տում խելքով անցե վարչական շրջան, ասա շրջան էլի, եւ ոնց էր ասում, չէ՞, Թալինի շրջան, չգիտեմ, Աշոտի շրջան։ Թաղապետը, այսինքն խոսակցական է, դու թաղապետ չես եղել, վարչական շրջանի ղեկավար։ Հա, որտեվ դու այդ Թուղ Թամասի ժամանակ գրում ես վարչական, բայց թաղապետ, ես ուզում եի դառնալ թաղապետ։ Հիմա գամ ամենակարևորը, ինչի, որտեվ թաղը իմ համար, հիմա գալիս եմ քո հարցին առաջ, ամենակարևորը, որ ինձ ասեն, ո՞րն է Երևանի ամենակարևոր մասը։ Ես առաջ մտածում եի, օրինակ, ճարտարապետական առումով, չէ՞, կամ քաղաքաշինական, իմ համար տուֆն է։ Ես շատ տարիներով փորձում դա բացատրել։ Իմ համար տուֆը Երևան քաղաքի մատնահետքն է, մրատ։ Ճարտարապետությունը մեր ինքնության մասն է, մեր հետքն է, բայց մատնահետքը դա տուֆն է։ Ու տարբեր գույնի, տարբեր ձևի։ Իսկ շատ կարևոր բան է այդ շենքը էլի, բայց ոնց է որ ասում է Երևանը տուն ու շենք չի, չէ՞, ասենք Երևանը մենք ենք, բայց շնորհակալություն այդ իմ երկերողին, կատարողին եւ նաեւ նախաձեռնողին, բայց այստեղ ուրիշ բան կա։ Հետո ես մի պահ հասկացան չեմ ես այդ քարերի, շենքերի վրա կարևորը իմ համար ավելի կարևոր է այդ մեջի եղած այդ թաղն է, բրատ։ Բայց ես համաձայն չեմ, որ Երևանը տուն ու շենք չի։ Բայց եթե այսքան ժողովրդին Երևանի վերցնես տանես Ամերիկա սաղին, ասենք հրաշքով, ինչ եթե Երևանը չի։ Երևանն է։ Ես չեմ ասում, մենք ճիշտ ենք մտածում, ես կարող սխալ բան։ Չէ, իսկ ես հասկացա, հա։ Իսկ իմ համար համարտն է Երևանը, հա, շենքերն է Երևանը, որտեվ միշտ դա տենց ասենք, Չերչիլն էր ասում, դու կառուցում ես շենքերը, դա շենքերը կառուցում ես։ Բայց դու իմ հարցին չպատասխանեցիր։ Դու ինչն ես ուզեցել փոխես, որ քեզ թույլ չեն։ Ես ուզեցա տենց ակորդ։ Եթե չես ու կայաց չպատասխանես։ Աշխատանքային էր, այսինքն ես մտածում եմ որպես ուրբանիստ, քաղաքապետը մտածում էր որպես ղեկավար, քաղաքական գործ կամ ղեկավար, որպես ես իրան հասկանում եմ հարգում իրա կարծիքը, բայց որտեվ ինքն էր հրավիրը, ես Երևանցի տղա եմ, ես կյանքում թույլ չէ տա գնա, ես տարբեր Հայկոյի քաղաքապետերն տարիներին քեզ հրավիրել է աշխատես այդ պաշտոնում։ Իսկ դու ինչ որ ուզում ես փոխել գլոբալ էր ամեն ինչը որ չստացվեց։ Օրինակ ես ուզում եմ պարտադիր, ասենք որ թաղապետերը շատ ավելի լիազորություններ ունենան, վարչական շրջանի ղեկավարները։ Ես օրինակ ուզում եմ որ Կոնդը կամ Կրիվոյը, ես կենտրոնով եմ օրինակ վերում, չէ՞, Կրիվոյը կենտրոնի ամենախիտ թաղամասը դա բարձր հարկեր են շատ այդ մասն է։ Կրիվը պետք է ունենա առանձին թաղապետ։ Հիմա Սարի թաղը երևի միշտ օրինակը բերում է, որտեղ Սարի թաղը գիտես ինչքան պատմական կարևոր թաղ է, չէ՞, վերջում Թասիբը նամուս էս կռիվներեն պատմություններ հիշում ես այդ ցավ դեպքերը։ 25000-ից ավել մարդ ապրում թաղապետ Սարի թաղում, թաղապետարան չունի, իսկ հիմա նորմալ դեմ էր քո գաղափարին։ Գիտես մենք շատ հերվից ենք գալիս, որտեվ նույն ասում եմ Կոնդ, ասում մենք լիազորություններ տում ես, օրինակ մենք հավաքում ենք 7 միլիարդ դրամ, մեզ մնում է 300 միլիոն, ասում եմ եղբայրը 7 միլիարդը, դու ասում եղբայր հենց գործը հարցը Հայկոյինը չէ, էլի հարցը ընդհանրապես սիստեմինն է։ Հարցը ասում է 7 միլիարդից
լավ, գոնե 1 միլիարդը թողեք մեզ, որ մենք կարողանանք ծախսենք։ Չեն կարող փող, չէր կարող դու ծա։ Ինչ անել պիտի գրել ես, ինչ վարչության պետին, ինչ վարչության պետին, ինչ փող, գժվանք այդքան այդ խորհրդակցումը։ Ես էս աղորը դուրսն չէի հասցնում գործի այդ լավ ամեր թիմը լավն էր, տեղակալներ, աշխատակազմի ղեկավար, վարչության պետ, այդ տղեկը սաղս աշխատում ես հոգնում ենք եղբայր, որտեվ լիազորությունը մերը չի, բալաստ ենք, հին լիազորությունները քաշում ենք, գնում ենք առաջ, դա սխալ է։ Կանաչապատման հարցում, աղբանության հարցում, համատիրությունների հարցում եւ ամենակարևորը օրինակ տրանսպորտի կամ մայթերի, դա թաղապետի գործ ունի, չէ՞ տրանսպորտի, բայց ես ասում եմ, շեշտը պետքա դնել օրինակ հեծանիվների վրա, մայթերը լայնացնելու վրա ուրիշ ձև էի պատկերացնում, բայց դա թաղապետի գործը չէր, թե լիազորությունը, թե մեր վերով չէր, դրա համար ես որոշեցի դուրս գամ ու ավելի խորքային ուսումնասիրեմ այս սաղ խնդիրները, որ վաղը չի միշտ որ Հայկոնայի ընկերն է քաղաքապետն է, գնամ 3 տարի հետո ասեմ եղբայրս է, ռազմավարական մաստեր պլանը մենք գրել ենք, տալիս ենք քեզ դու օգտագործի, բայց արդեն տեսանք ինչ եղավ, ասենք Հայկոյինը չթողեցի նորմալ աշխատի եւ հայլն sense 1000 հարց եղավ, բայց մի օր բարձր պիտի ավարտել, որտեղ Երևանը առանց այդ փաստաթղթերի, այդ ռազմավարական մաստեր պլան, առանց գլոբալ այդ ամեն ինչի հերու չենք գնա, էլի լույսերն է սա։ Միշտ ցավ եմ ապրել, որ տեսել եմ ճարտարապետությունը կամ շենքերի տարբեր լինել է Երևանում, օրինակ 50 մետր ենկում արդեն լրիվ ուրիշ շենք, ուրիշ գույնի, ուրիշ չափի, sense չգիտեմ, մեկը բալկոնը առաջատվեց sense գժանոց։ Ես միշտ մտածել եմ, հնարավոր է արդյոք այդ ամեն ինչը փրկել ու վերականգնել։ Արդյոք դա հնարավոր թե այդ արդեն վերջ հնարավոր, անհնար է ինչ որ բան։ Ամեն ինչն հնարավոր է, փառք Աստծո, մեզ 90-ականներին ֆանտաստիկ, սիրուն, հզոր քաղաք է։ Հզոր։ Թե կենտրոնը, թե սաղ վարչական շրջանները, սաղ լավն է։ Բայց ոնց փրկես, եթե սաղ տարբեր է ու արդեն նորակառույցներ են։ Հիմա եթե քաղաքապետ այսօր նստած է, ինքը օրինակ տալիս են շին թույլտվություն։ Եթե իրանք ոչ թե պիտի նայեն մենակ շենքը տան չտան, սրան չտան, այլ հասկանան ինչ ոնց է դժվարացնում կյանքը այդ շենքը։ Եթե շենքը մի պուճուր փողոցի վրա է, այդ պուճուր փողոցում պետք է ապրեն եւս 500 կվարտիր, դա խնդրեմ է։ Հասկանում ես, նշանակում է վաղը չիմսորը կամ այդ սեփական տների բնակիչները ասեն, այ ախպերս մեր երեխեքը փողոցում ֆուտբոլ են խաղում, 100-ատավտը վզ, իսկ խնդրեմը որն է, որ նա է թաղից եմ էլի խոսում։ Այդ նոր շենքի բնակիչը իրան չի ասոցացնում է թաղի հետ, որտեղ թե ինքը թաղի տղա ինքը կամած է քշում, որտեղ այն մեկը իր անգերոջ երեխեն է, այն մեկից հուշ տալում, այն մեկը գիտի ասենք միլիցիա է, այն մեկը խնդրեմ է, հասկանում ես, ինքը հարգանք, որտեղ վաղը չիմսորի երեխեն էլ է տեղ խաղալու, ինքը նորապսակ զույգ են եկել են, հոգնած ուզում է հասի տուն արագ եթում է, հա շատ է որտեղ խաշմերու կամ սվետաֆոր չկա այդ թաղում, բայց դու չի նշանակում դի արագ գնաս։ Երևանի այս վերջին 20 տարվա մեջ ինչքան այդ փողոցը քշելու համար Հայաստանում գյուղերից սկսած ինչքան խնդիրներ եղավ ու սպանություններ ու փորձանք եկավ այդ գլխի կուլտուրը, որտեղ թաղի գաղափարը չկա։ Այդ է հարցը։ Նույնը Մոյկեքում։ Այսինքն որ ասում ես լիազորությունները, դա ինչ հիշեմ կասեմ ֆեքտ ջան։ Քաղաքապետարանը մի հատ աշխատող, անկապ չենք ճանաչում, ոչ ես ոչ Հայկոն, ոչ մեկ, ոչ մյուս։ Տալիս է օրինակ, այս ինչ Հայաթում, չէ, Բաքվում ասեմ, իրական։ Տալիս է Մոյկի թույլտվություն։ Այդ օրինակ ես միշտ բերում եմ։ Ասում եմ գնում ասում այ ախպեր, ես իս դիմել եմ մերժել եմ, որտեվ այդ հայտում կողքը մանկապարտեզ Կողքը պրախուդը հայաթը դու տալիս ես որ մոյկա դա նշանակում է կողքից եսիմով գալիս է բնգալին արագ մտնում է մոյկա կամ մոյշիկ հասկանում ես այստեղ արդեն առաջ է գալի գիտես քանա կենում դանակարության փորձանքի խնդրեմի ինչքան մոյկեք փակվեցին եղել է հայտը փողենավ կե տղունասան ախպեր փողոտ բեկալ կոդերած գնաս մոյկի հասկանում ես դեռ քաղաքապետարանը չի տիրապետում բակ թաղ այդ է հարցը այստեղ արդեն բայց ուրեմն առաջ է գալի ես ընդհանրապես գլուխ չեմ ամ այդ սիստեմից ստրուկտուրաներից բայց օրինակ կոռուպցիայի հարց էլ չէ կարող լինի օրինակ ոնց է թույլ տվել չէ օրինակ դե բարձր սիրուն աչքերի համար ոչ մեկին տենց բան չի անում որտեղ դու մեկդ գնա քո հայաթում փորձի մի բան բացես վեցած գիշնեն բանի տեղ ես որպես էջմիածնեցի մի բան եմ նկատել Երևանում իմ մայրաքաղաքն է էլի Երևանցի չեմ ճիշտ է բայց կենտրոնի մասին կուզենայի խոսալ քո հետ վիճ Էջմիածնի թե Չէ, Երևանի։ Իսկ որպես էջմիածնեցի իմ տեսածն եմ ուզում ասեմ։ Ամեն ինչ կենտրոնացած է կենտրոնում։ Այսինքն մոտ նես տպավորությունն է ոնց որ կենտրոնը կառուցվել է Կասկադի բնակիչների համար, Աբովյանի բնակիչների համար, Թումանյանի ու լրիվ անտեսված են ու մոռացված են իմ համար վարչական շրջանները։ Օրինակ ես որ կենտրոն դնում եմ լուսավոր մայթերը սիրուն սարքած
մեկ էլ ինչ-որ գործով գնում եմ Մասիվ կամ Շենգավիթ, իմ մոտ տնես տպավորությունն է, ոնց որ այդ տարածքները երկրորդ համաշխարհային պատերազմից հենց նոր պրծածելն են։ Այդ տենց տարակած փոսերը սենց մայթերը լույսավորված չի, գիշերը вообще իդեալական մտություն տեղեր կա։ Ուզում հասկանամ երբ են մեր մնացած շրջանների բնակիչները զգալու, որ իրանք Երևանի մի մասն են ու որն է դրա լուծումը ու ոնց է դու տենում այդ ամեն ինչը։ Այ լուծումը տենում է նրա մեջ, որ են մի հատ հիշենք են բանը, ստրատեգիական մաստեր պլանը, առանց դրա չի կարա Երևանը զարգանա։ Դու sense կարաս ամեն օր ոնց որ կաբինետում նստած գանքես 4 հատ թուղթ, ասեմ պրոբլեմա, ստորագրես, լուծես գնաս, բայց վաղը գալու են, չէ՞, թղթերը։ Բայց դու մեկը չես կարա 4-ը լուծես, դու կարաս ստորագրես։ Բարձրացնում ստորագրել հարցի լուծում չի։ Հիմա այսօրվա քաղաքային իշխանությունները տենց են գնում։ Իրանք խորքային չեմ ուսում հարցը լուծում, թե խորքային չեն տիրապետում։ Հասկանալ է խառն են հիմա նախընտրական տարի է եւ այլն, բայց այդտեղ մասնագետներ կա, ու պետքա մասնակցային կառավարում ա կոչում։ Դա այսինքն պետք է ամեն թաղին լսես։ Դու գնաս քո ասած նշան Շենգավիթներ, բանել։ Օրինակ Շենգավիթի թաղապետի եզակիներից էր, որ ամենաերկարն է աշխատեց ինչ որ փորձանքի մեջ հանգ եթե խնդիրների, բայց իրանք որը ճանաչում են Շենգավիթի, որ այդ ուն ճանաչում են, ասենք որ բակ մտնել են գիտեն, որ ասենք ասում մեր թաղապետն է։ Բայց այստեղ հարցը ուրիշ է։ Այստեղ հարցն է, որ ամենակարևոր թուղթը թե ասում այդ մաստեր պլանը։ Այդ մաստեր պլանով դու պարտադրում ես որ համաչափ զարգանա Երևանը, հասկանում ես։ Չի կարա Երևանում։ Ես պատկացում չեմ, այդ որն է, փակագծի մաստեր պլանը գիտես որն է։ Հիմա ինքը շատ խորքային փաստաթուղթ է, շատ։ Օրինակ կա գլխավոր հատակագիծ, գեմ պլան է որ ասում են։ Դա ճարտարապետների համար գրած, ճարտարապետների կողմից գրած, ճարտարապետների համար գրած փաստաթուղթ է։ Ռազմավարական մաստեր պլան ինքը տես մի հատ վերցնում ես նայած 15-ից 30 փաստաթուղթ է։ Այդ տերմինները մեր երիտասարդությունը ես կարծում եմ դժվար կընկալես։ Կարաս մեր լեզվով ասես։ Okay։ Լեզվով են, հիմա մենք պետք է ասենք հոп քաղաքապետարանին։ Տենց չի։ Մեր հայատնա, մեր թաղնա, մեր վարչական շրջանա, մենք ենք որոշում։ Հիշի ինչ սիրուն սվետաֆորներ կային այն ժամանակ։ Հիշի սիրուն աղբամաններ կային, ինչ սիրուն նստարաններ կային, ամեն ինչ կար, սիրուն էր, որտեղ այն ժամանակ ուներ Երևան քաղաքը գլխավոր նկարիչ, պատմամոգովներ, Հաղթանակ Շամյաններ, կար գլխավոր հետո ստեղծեց դիզայներ, հետո կար գլխավոր ճարտարապետ։ Հիմա այդ 3-ից եղբայր ոչ մեկ չկա։ Այդ ոչ մի պաշտոն հիմա չկա։ Չգիտեմ ով է որոշում։ Այդ պայն ինչ որ մեկը քաղաքապետի կամ թաղապետի կամ փոխքաղաքապետի մոտիկ եղավ, ընկեր եղավ, մի հատ խորհուրդ տվեց, մտան ինտերնետով մի բան նայեցին։ Դավայ, սենց արը տենց չի լինի, այդ ինքնության մասը, նստարանը Երևանի, ինքնության մասը։ Վերադառնանք Երևանյան լճին։ Հենց մենք ասում ենք պիրսը գնացեք այդ վիճակ, ասում ամենաէժան է, որ հիմա գնաց մի հատ օգտագործած սև մետաղի բանից վերցնես, եղբայր առնում ես այդ պրավիլի ֆորմեկը, մի հատ ամենաէժան փեդից, ոչ գեղարվեստական տեսք կա, ոչ ճաշակ կա։ Էլ չեմ ասում մնացած է, մի հատ գեշ զուգարան են սարքե, գեշ։ Լավ է, ընդ մի հատ լավ տղակա տիրություն ան դավոն։ Ոչինչ, բայց մարդը գնա ինչ անի, էդի միջև Երևանյան լիճը, այնտեղ պետք է մի հատ կամուր սարքես դեպի Ղրերի կողմ, հասկանում ես, որ Ղրերն է ակտիվանան։ Էլ չեմ ասում, հասկանում Երևանյան լիճը կենտրոնի, Շենգավիթի ու Մալացիայի արանքն է։ Շենգավիթ ու Մալացիա ամենաշատ բնակիչներից ունեցողներից է, բայց այդ մարդիկ մի օր տեսել ես մեր Շենգավիթի կամ Մալացիացի, որ գնա Երևանյան լիճ։ Մեր մանկության ժամանակ մենք խաղում ենք, չէ՞, բակերում։ Տարբեր խաղեր ընկերներ ունեինք, այնտեղ բակային կյանք կար։ Հիմա օրինակ Երևանի կենտրոնում ես ընդհանրապես տենում եմ մենակ շենքեր ու պարկինգներ։ Ես տենում եմ պարկինգ, որ բակի տեղը պարկինգ է, ես ուզում հասկանամ ինչով է այդ պայմանավորված ու այս քաղաքը կենտրոնը բնակիչների համար է թե պարկինգների համար է։ Ես չեմ կարող հասկանալ այդ ամեն ինչը։ Ուզում եմ քո կարծիքը։ Դե էլի կենտրոնն է դուժը։ Էլի ամենաշատը Երևանում դուժել է կենտրոնն է եղբայր, որովհետև Շենգավիթում օրինակ գնաս, շատ խոսացինք Շենգավիթից, կարևոր չի, Ավան գնա, արի խոսանք Ավանից Զեյթունից։ Գնա որ բակը մտնես եղբայր։ Դաժե այդքան գարաժ չկա։ Որովհետև այնտեղ մարդիկ շատ համաչափ են հարստությունը ապրել։ Ով է փողա ունեցել, շատ չի ուզեցել ցուստը, հասկանում ես։ Կենտրոնում տես չի, ով հարստանում էր գալիս էր կենտրոն, հարևաններին էլի չէր ճանաչում, էլի այդ սոցիալական կոնստրուկտը սխալ էր աշխատում։ Ուզում էր գարաժը քարից, մի հատ երկաթով առնում են, մի հատ ասենք նախին պատերազմի մասնակցից, որ մեր քար է շարում, հետո այդպես լավ չէր, մի հատ կողքից դուռ էր բացում, հետո որոշում են կողքը խորոված անոց, մի հատ հարկ էր ավելացնում, հիմա Երևանում
բան կա, կենտրոնում գարաժ կա, բրատ, 300-400,000 $, դες թիվ լսել ես, որովհետև բիզնես է ինքը, մեկը հացը կուռա սարք է, Փարիզում չկա։ դե մեկը Վարշավայից սարք է, մեկը ասում է, կարա սառնես, այն կողքը կածելն է, սեփականաշնորհս ինքը նա ուրա հասե։ Ասում եմ կածելինը կարած վերցնես, կարա շենք սարքես, որտեղ ինքը գիտի, որ Երևանի կենտրոնում կարա շենք սարքի Հայաթի մեջ։ Դա պրոբլեմ է։ Նորակառույցներ Ավանում կամ Շենգավիթում ես չեմ տենում, էլիտար տեն շենք։ Չէ, կան։ Հաշված։ Գիտես, վաճի որ ընդեղ կան, բայց ինչ-որ մի պահից դու պիտի տորմուզ տաս, օրինակ քաղաքաշինության կոմիտեն, ես հիմա Վաճի որ կենտրոնում կա, նկատի ունես։ Կենտրոնում վատա որ կա, կենտրոնում ընդհանրապես Բայց մառատորիա Շենգավիթում որ ասում են շատ նորակառույցներ։ Շենգավիթում չէ, Ավանում կա, Ավանում կա։ Արաբգիրում շատ կա, Նորնորքում կա, տարբեր տեղ Շենգավիթում է Դավթաշենում շատ են, տեսել շատ սիրուն շենքեր են։ Ինքը պետք է լինի։ Իհարկե, ասենք քիչ որ կենտրոնում ուղղակի առաջինը պետք է մառատորիա Չէ, ես ուզում եմ որ լինի կենտրոնում, որտեվ կենտրոնն էլ է մի քիչ բան էլի, ասենց կա որ ձևեր կա, աջմա կենտրոնը մտածել մինչև Գազանանոց էլ է կենտրոն, պարզ այդ նեղ Միասնիկյանի մասով, բայց կենտրոնը գիտես, որտեվ մենք ինչ է խոսանք ֆեկ։ Ոնց ասեմ, Երևանը իրականում, հիմա ասենք կարոտել ենք մենք հին Երևանը, մեկը ասում է 30-ականներ, 50-ական, դա կենտրոնն է, բրատ, որովհետև որ ամեն թիվ ասենք 60-ական, օրինակ, չգիտեմ, Աջափնյակը, հետո ասենք Շենգավիթները դրանից առաջ 30-ական է, հետո չգիտեմ, նոր ամենավերջին նոր թաղամասերից, չէ, բայց ամեն մեկը կառուցվել է տարբեր ղեկավարների, տարբեր ճարտարապետների, տարբեր քաղաքական երազանքների ու իդեաների շնորհիվ։ Ասենք նորնորքը կառաջել է Պավել Սաֆյանը չլներ, նորնորքը 100% չլներ կամ տես չլներ։ Շենգավիթը չլներ այդ գործարանները, Արաբգիրը 26 կոմիսարը չլինի, եթե այդ Արաբգիրը եկած հայրեննա դարձները, ասենք որ դու պատկերացնես համայնքի ինչ բան, օրինակ Արաբգիրը ունեցել է ուժեղ համայնք, որտեվ Արաբգիրի բնակիչները եկած ու դրսից փող են ուղարկել ու տեխնիկա, այդ տեխնիկան մենք այդ խիմչիստկան Արաբգիրում, Արաբգիր խիմչիստկա կա, Քիմակրման Աբիզինյան մեծ մալ։ Ուրեմն պարտադրել ասել են մենք 100 միլիոն կտանք այդ տեխնիկային սարքենք, բայց պարտադրել են որ ղեկավարը միշտ արաբգիրցի լինի, ծնունդով, սովետի ժամանակ է, այնքան տենց հետաքրքիր բաներ ա եղել, բայց կենտրոնում սաղեկի ամբրել են, օրինակ կենտրոնում պազեստ կա, խեն ասում զեյթուն, չէ՞, դե զեյթուն սա զեյթունցի են մոտավորապես եղել, Կիլիկիայում ամբրել են, չգիտեմ, մեծ մասոնակ Աբարանից եկա ժողովուրդը, որոնք եկել են, երզում են, չգիտեմ եւ այլն, կենտրոնում, բրատ, մի պազեստի մեջ ապրել են Իգդիդից եկածը, Ադանայից եկածը, եկածասելով փախած հասկանում ես վերապրածները ցեղասպանության։ Եկել է Պարսկաստան Սալմաստից եկածը, Նոր Նախիջևանից եկածը, ասենք Ռուսաստանից, եկել է Ռումինա հայը, սա եկել են մի պազեստ։ Ու մարդիկ դաժե շատ հարցերով իրար լեզուն չեն հասկացել։ Հայերեն մեկը լավ է, այսինքն հարցեր դամարը Երևանի ու հատկապես կենտրոնը դες կալանիտնի է դարձել, էլի։ Այդ հարց առաջացավ այսքանը որ ասցիր։ Յուրաքանչյուր ոք որ ծնվել է Երևանում ու ուղակի բնակվում է Երևանում, ուղակի ինքը կարա համարվի երևանցի։ Ասաղի կարան, որտեվ Երևանցին որ մտածում ես, հիմա իմ որական կողմը Սևանցիա, մորականը Կիրովականցի է։ Բայց ես ամեն կողմը, ասենք տատս մեկը նորադուզ է ծնվել, պապս ծախունք է ծնվել, բայց հարցը դա չէ, իմ հերս մեծացել է, դրոցա գնացել, ծնողներս, մամաս ու պապասը առաջ գնացել են Երևանում առաջին դաս, հարցը դա չի։ Բայց հարցը գիտես որն է եղբայր, որ մարդիկ ճանաչեն ու հարգեն այդ կանոնները Երևանի։ Ես այդ ցենտել ուզում եմ ասել, որտեվ մարդ կա վերաբերվում է Երևանի զուտ որպես բնակավայր։ Իմ համար բնակավայրի այդ հասկացությունը արդեն արժեզրկում է քո երևանցի լինել։ Եթե դու որպես բնակավայր ես ընդամենը վերաբերվում ու դու չգիտես քաղաքը, չես ես միտքս հասկանում եմ, չէ՞։ Ես կարծում եմ Երևանցին դե հիմա Էշմիածինն ես ասում, բրատ։ Իմ համար Երևանի զատ մի քան տեղ կա։ Անկեղծ ես կաբրի։ Մեկը դա Էշմիածինն է։ Էշմիածինը որտեղ ուրիշ ոգով է սարքած։ Այս նորվա մասին եմ ասում։ Իրականում, այսինքն եթե այդտեղ դոմինանտը որն է, մայր տաճարը, Էշմիածինում ես մի հատ բալկոն եմ տեսել, եղբայր, էրկերներով։ Ես քեզ նկարը կուղարկեմ։ Ո՞ր մասում էր։ Կհիշես։ Այգու դիմացը, բանը, ավտոկանը որ կա առաջվա Էշմիածին, հենց դրա դիմացը մի քիչ էս կողմ, հենց եկեղեցու մայր տաճարի կողքը, որ հիմա մի հատ անխնամ բան կա, այգի կա, չէ՞, որ հիմա Դա մեծ սադն է։ Այդ սադի դեմը, հենց։ Ինչ պատմություն ունի այդ սադը։ Հա, դե հիմա դե խայտարակություն են օրը Զիբլանոցա։
Դիպնա չեմ ասում Բայց այդ տարածքը կամար կա, այդ կամար հետևի կողմից զուգարան։ Ես լսել եմ, որ այդ տարածքը քաղաքապետարանին չի, այլ մայրաթորին է պատկանում։ Ես գիտեմ, որ դա ինչ որ որտեվ հաստատ մի օր մայրաթորը ֆանտաստիկ սիրուն տեղ է սարքելու, որտեվ հնարավորությունը գիտեմ, ճաշակն ունի։ Ուղղակի երևի ինչ որ քաղաքի հետ կամ բան կա, հաստատ կդառնա։ Բայց ասում եմ, դե եչմիածնում ես մի հատ սիրուն բալկոն եմ։ Ես իմացա դու որ բալկոնի հետ ես գիտեմ։ Մի օր քեզ կուղարկեմ կնայես։ Երևան, ասենց գնացել եմ կես ժամ կանգնել եմ դեմ մարտից ասում կներեք պետք է նայեմ ու բակ եմ մտել, չես պատկերացնի սիրունությունը։ Բայց նույն տեղը դիմացը շենքի կեսը 3 հարգանի շենքի վրա 3 հարգա բարձրացել։ Լավ ախպեր, եթե տվել եք, եթե սեյսմիկան պահում ա դուք գիտեք ձեր ասեն գլխավոր ճարտարապետով քաղաքապետով, գոնեն կեսներ տվեք եթե բարձրանար։ Չեմ ասում որ դու հիմա մայր տաճարի մուտքի մոտ կանգնում ես, աչից ձախից արդեն դու տենում ես բարձրահարկ շենքեր, ոնց կարելի է թողել։ Այդ դա է կարևորը, որ քաղաքը պետք է ունենա, որտեղ Էշմածինը տենում ասում է Երևան անում, այն ինչ մենք է կարան կանեն, բայց ինքը Էշմածինը ձեռագիր ունի, Ռաշիդյանը բանան են շենքեր կանել, չեմ ասում Գուրզադյանի հետ սիրուն այդ կինոթատրոնը, որ քանդին դրին այդ հետ։ Պահել են թեմը, որ հիշացնի։ Կոնը էտի պահեցին, օրինակ կարային էտել քանդածելնեին։ Հա, իհարկե, երիտասարդական ասում են որ կինոթատրոնն էլ պետքա լինի, ինչ որ։ Դե հիմա կինոթատրոն ես էլ եմ դրան խափնով օրինակ, այդ լսել եմ, որտեվ հիմա նայ էլի եմ խոսում համաչափ զարգացումից, որտեվ նոր-նորքի բնակիչ է, եմ ասում ամենամեծ չեմ նոր-նորքը բերում, որտեվ մասիվները ամենաշատ բնակչությունով, հա, ուր գնա կինո։ Օրինակ Մալացյան վաղտը բերել է տարմով, Կինո Հայաստանը, թույն սարքածա, Կինո Հայաստանի Սեփականատերը կողքի այգին այնց է սարքե, որ հիմա արդեն դա չգիտեմ fast food կորտնա գնաց, հետևից գնացել է։ Մարդը կարար չէ՞։ Բայց անհատներ են, չէ՞ վիճ։ Թաղի տղա է արել, որտեվ թաղա, ինքը ծնվել, մեծացել, ապրում է թաղում, իա բիզնես է, թաղում է, իա ասոցիացիա է թաղում։ Հասկանում ես դա, բայց մալացեցին, որ կինո կարա գնա, ուր գնա, որտեղ գնա։ Հիմա Շամյանցին հետ է կարա գնա, հասկանում ես, Աղբարաշենցին է կարա, չգիտեմ։ Սաղի կարան գնան այդտեղ հասնեն։ Բայց նոր-նորքի բնակիչը որտե գնա կինո, որտե գնա բաղնիկ, այս է կարևոր, որտե գնա շուկ ախպեր, այդ է, հիմա արաբկիրի շուկան փակվել է, խոսք են տվել սեփականատերը, խոսքա տվել էլի շուկա դառնում, ես իրան հավատում եմ, բայց շուկան, այս քաղաքը, պատմությունը, մեր քաղաքը, ձևավորվել է շուկայի վրա, եղբայր, այդ է կարևոր։ Երևան ասոցիացիվ ինքը ունեցել է շուկաներ, իր քարվանսարանները, այդ բաները, բաղնիկները, իր այդ ինքնությունը այն ժամանակ եղել է Երևան որ ասես ինքնությունը ինչն է եղել։ Հիմա մենք արդեն կորցրել ենք, ես Սիլաչի եմ մեծացել, ինքը Սարաջով, բայց Սիլաչին Մենք այդ ներկարարների, չէ՞, բոյախաների, գույների բան, շարքեր է եղել։ Կորավ, պետությունը նես պետություն պետք լինի, քաղաք ու քաղաքապետը նես պետք լինի, որ ինքը ասի հոп, էսի պետք է պահեն, գա, ասի այդ ցավը տանեմ։ Մի ձև յոլա ես գնում, հա։ Ինչն է պակաս։ Ինչ ես փագում ես ներկատունը։ Արի որտե, բայց պարու գիտես ինչ եղավ, փագվեց։ Մենք էլ սնկի պես Հարցին կար դրա կարիքը։ Սնկի պես աճեցին, այս խիմչից կենան ներկում, այն խիմչից կենան ներկում, հասկացա՞ք։ Փոխվում է, բայց քաղաք հետի չպետք է թողի։ Ունենք ես ցավ կաբրեմ, եթե Երևանում օրինակ, հիմա շարմանոցները կամ Ղարսի խորովածները փակվեն, բայց այդտեղ նաև կա, ես ասում եմ ինքնության մասով։ Բայց կենտրոնը դու բռնում ես բենզակալոնքի կանոց, ասում ես մայթի վրա, շենքին մոտ եկել։ Բա մարդը բենզակալոնկա ունեցել, կողքը մեկը բերում է շենք հասակում, ասում է շենքի կողքը չես կարող ունենաս։ Հա բայց կենտրոնի ամենառավոտ բնակիչը օրինակ համարենք Ենտրոնում կա 30,000 ավտո, 30,000-ից 15-ը պետք է բենզին լցնի։ Այդպես որն է լցնի։ Խեզյան ստիպում են գազանանոցի մոտ, Իսակովով գնա Էսկով, գնա Աճ գնա։ Հիմա կենտրոնում մնացել է մի քանի տեղ, ես որ բենզին եմ լցնում գնում եմ Ես չեմ գնունի Վարդանացի, այդտեղից եմ լցնում CPS-ից կամ մոտիկ էլ տեղ չեն թողել, կամ պետք է քաղաքից դուրս գամ, ու կենտրոնից դուրս գամ։ Ես պետք է թաղից պետք է դուրս գամ, ախպեր։ Ես ավտո չեմ քշում շատ։ Դա պրոբլեմ է։ Դա մար դու պետք է համաչափ հասել։ Ոնց որ նայ ասում եմ, այս ինչ թաղը չունի կինո, այն ինչ թաղը չունի մոլ, բայց այս կենտրոնի մեջ չունի բենզակալոն կա։ Դու կամ որ այդքան բռնում ես հանում ես, ընտիր բաներից կարամ ասեմ, որ երեք այս Սարյանի պուրակինը հանեցին, շատ ուրախալի է, խայտարակ մի հատ եսի մի բուտկեք էին, դաչի պես սարքետ, Ստեփանզորյանը, Սարյանի արձանի հետը, իրանց մալադեց, գնունը բուտկեքը հանեցին, իրանց մալադեց, մենք գալիս էինք Նարդոսից, եթե հիշում ես, հանելով գալիս էինք։
Օպերայի բաները քո վերահսկողության տակ չի հանեցին։ Բայց հարցը ստեղ ուրիշ է։ Բայց կարևոր լիքը տեղեր, ես այն ժամանակ անկեղծ օրինակ 5 կաֆեր, մենք ուզում ենք ոչ թե օպերայի սաղը անենք առաջին փուլով, այդ ազատության հրապարակի այդ Թումանյանի Սպենզարյանի արձանների մոտի հենց այդ առաջի կտորը հանենք։ 5 հատը հանեցինք, 5 հատից կներես, 3 հատը հանեցինք, երեքսը չհանեցինք, որտեվ ժամանակ մեկ այդ պայման արվել է, շակալինցային մի շետ դատական բաներ, գործեր հեսա մի տարվա մեջ էինք հանելու։ Որը մարդիկ վատ է զգում, ասում են ախպեր դե չհանեց, էլի 3-ը հանեց, այն 2-ը չհանեց։ Որը ասում են բան եմ արել, ոնց այն 2-ը պարզ անել է։ Բայց հիմա տենում եմ մեկը մի բան հանում է, մի հատ վերջում բուտկա թողում։ Ես էլ եմ տենց մտածում։ Ես հասկանում ես, որ դու ուրիշ ձև ես հիմա համ ուրախանում եմ, օրինակ անկեղծ կա որ բան կա անում ես, բայց մենակ անելով չի, հասկանում ես, բրատ։ Հիմա այն օրը ինտերվյուով մի տեղ ասել են, որ Հյուսիսային պողոտա ես նոր ուրնաները շատ լավն էին, նիկելիզման, իրոք շատ, համ բոյը, չափը տեղը։ Բայց հիշեցի էլի մի բան։ Երեք անցա, ճենջոտ, կեղտոտ, ումա դա պետք, երբ որ դրա հետևից չես չեն խնամում, հա։ Մենք ժամանակին մեր ձեռով ես, մեր կոմունալի պետը բան գնացինք, ներկա առանք։ Հարշել Բաղրամյանի դիմացի sense ճուգունի բակերատորներ կա, էլի որ sense կա տարբեր տեղը սիրուն, հա։ Մենք ներկում ենք։ Մենք չենք դրել դրանք։ Նախին իշխանություններ դրել մեզնից առաջ։ Մենք կինո Ռասիայի դեմը դրանցից կա, հա։ Այնց որ դուրս ես գալիս, այնց օրբելից աչքի վրա 40-ը չարել են ախպեր, 40-ը։ Սիրուն բան է, այդքան ախ փող ծախսում ես, չգիտեմ, լավ դու գիտեք, դա կարծեմ արակին արեք, կենդուրնի չի ան։ Արա մի օր չես ներկե։ Եթե դու աղբաման ես փոխում, եթե դու նստան ես, դու պիտի օրինակ պարտադիր ծախսի մեջ տենդերի գրես այդ աղբամանի, ասես եղբայր տալիս եմ այսքան, բայց դու շաբաթը մեկ պիտի այսքան տաս, օրինակ կամ տարին մեկ ներկես, կամ դզես, յուղես, չգիտեմ, որտա որտեղ ամեն օր 2 անգամ հոգնած այդ տղեկն ախպեր այդ ուրնչիները մեր բան տղեկ են, էլի հոգնում, դու պատկերացնում ես, դու կարանք այդքան քայլել ենք, իրանք մեզնից ավելի շատ ինչքան մենք քայլում ենք, իրանք ավելի շատ գործ են անում, այդ աղբով տանում, թափում հոգնած մտքերով, բացում են, փակում են, ել չեմ ասում տուրիստներ երեխեք ոնց են փչացնում։ Արա լվացեք այդ ախպեր։ Եթե դու լավ բան ես անում, դու պիտի լվանաս։ Մենք տրագեդիա ունեցանք, չէ՞, յուրի համար մեր երեխու, որ կաչելին բան ընկել էր խաղաղ հրապարակից բան երեխու վրա։ Դու պետք է անընդհատ վերահսկես, անընդհատ բիսեդկեն, դաժե բիսեդկեք է, ասենք տարիքով մարդիկ նստում, որ բիսեդկեքը մտնես, հենց գասած Ժողովուրդ ջան, բիսեդկեքի վիճակը ոնց։ Երեխեքի խաղաղ հրապարակների ինչ վիճակով է, լույսի ինչ վիճակով է։ Քո հիշած այն թաղը, որ ամենաինտելիգենտ թաղն էր, մեկ էլ քո հիշած թաղից մեկը, որ լրիվ գժանոց էր։ Դե դժվար է ասել, գիտես, կենտրոնի մեծ մասը, ասենք, ինտելիգենտ է եղել։ Բայց հիմա ես մեծացել եմ Դեմերչյան փողոցի վրա նաև, ասենք մորական տատս դեր ապրում, ես տարիներով ապրել եմ Դեմերչյանում։ Դեմերչյանը որ դու պատկերացնես այդ հատվածը, որ պրոշանիզմի անունը, պրոշան պարոնիզմի անունը Բաղրամյան, ասենք չգիտեմ, դու ասենք մեծեր ցեկայի շենքեր, պապաս ցեկամ էր, դիմացը Սովմինի շենքեր, այն կողքը կոմպոզիտորների շենքներ, դոմ կոմպոզիտորը մի երկու շենք, ասենք սա ում գիտես տեն ապրել կոմպոզիտորներից մեր զորները։ Այն կողքը նկարիչների շենքեր, հա, այն կողքը կոոպերատիվ, ասենք վիսոտին բերեն հարուստների շենքներն են վախշարում։ Ու մեկ կողքը կոնդը։ Հասկացա՞րի տանջանք էր ցաղի համար է ցաղ երեխեքի, դեռ կոնդը, իսկ կոնդը ոչ թե կենտրոն էր, Երևանի գիտես ինչ թաղ է կոնդը, չէ՞, Կոզերնը, կոնդը, չգիտեմ եւ այլն։ Հետո եղավ Այգեձորը, որ ավելի մի քիչ տենց հարուստների թաղեր դարը ոնց որ հետագամ նոր հիները ապրում են Այգեձորես, հիմա ասենց խոսում եմ, կարող մարդս ասի երեխա շատ են հետաքրքրին, բայց ես չպետք է խոսամ, Ֆերիկ ջան, էսի պետք է մի օր այդ անթրոպոլոգ մարդաբանները, չգիտեմ, պատմաբանները թաղ, քան այդ մարդիկ ընդհանրեն գնա սաղից խոսամ, պատմեն ովքեր են եղել, ինչ մարդիկ են։ Ես հիմա գիտես իմ հեռախոսի մեջ մի 100,000 ֆոտո կա արդեն եղբայր։ Սա օրը Երևան գտնում եմ հին մարդ եմ տենում, ասում խնդրում եմ հին նկարուղարկի, ասում պապաս եղել է, այսին շինարարության պրարաբը։ Դու զանգում եմ, չեմ ճանաչում, ասում կյանքիդ մեռնեմ կամ Facebook-ում մեկը գրում է, ասում եմ կարաս մի հատ շենքի կողքը իմանաց ով եղել քարտաշը, ով եղել շինարարը, որտեղ մենք շատ գիտենք ճարտարապետ, բայց նա շատ դեպքում չգիտենք, նախ չգիտենք ովքեր են ճարտարապետները, Երևանցի 90%-ը գիտեն իրեք անուն ճարտարապետների։ Թամանյանն է, չէ։ Ես ունեմ տենց էլի, Թամանյան, Մարգերիկ Հորան ու արդեն այդ երրորդը ամեն մեկը մի ձև գիտի։
Բայց շինարարները մարդիկ շինարարն եղել, պատկերացրեք ինչ տրեստի կառավարիչներ, սուիպետեր, բրիգադիրներ, այս շինարար, ինչքան հզոր կոնստրուկտորներ, ինչ մարդիկ են եղել կոնստրուկտորները, սա ասում են շինարար, բայց մոնստերը այդ համան այդ մարդով, ուր են այդ մարդիկ հիմա։ Մարդկանց խիչ Երևանցին չգիտի։ Դենում եմ հավաքանին լավը, դասախոսի անունով, մի հատ երկիշի, հա, ես ինձ ցավը տանեմ, բայց այդ մարդկանց անունով է պետք է փողոց լինի, եղբայր։ Ինձ միշտ հետաքրքրել է մարդկանց հին երևանցիների պատմությունը, օրինակ կուզեմ եթե կհիշես օրինակ մի տատեի կամ պապեի անուն ասես, որ իրենց սաղ քաղաքն իմացել է, բայց ոչ թե պաշտոնով, այլ իրենց մարդ տեսակ։ Այդ մարդիկ էլ են ինքնության մաս։ Ղարաբալան ինքը ինքնություն է եղավ։ Գիտեմ Ղարաբալային հները, ասենք մտածում են գիժա ծաղ, բայց այդ մարդի կյանքից է, իա դեմ ընկերներին մորթել են, մարդը կորցել է բանը, հասկանում ես։ Բայց ինքը ծաղկա վաճառ է եղել։ Ինքը ծաղկա վաճառ չէ, ինքը ծաղի նվիրող է եղել, ձեռը փող են տվել։ Չէ, վախնիշ խաղին ու տախտել։ Չէ։ Ինքը թաղի տղա եղես։ Ուղղակի նվիրել է, էլի։ Սվերլովս բյուզան բան այդ կոմերի տղա եղել, իրանք ոբշի ինքը տենց կարող շատ ճիշտ, ինքը տենց ուրիշ փողոցի կյանքով է ապրել։ Ինքը դաժե ավելի վատ բաներ են զբաղվել իրաց ընկերներով։ Այդ պահին ինքը եկել է տեսել է ու ոստիկանները այն ժամանակ են 20-ականներն են որ մորթում խրակում սպանում բրծնում բան, իա դեմն է եղել ինքը տենց հասկանում ես։ Ղարաբալան 20-ականներին է եղել։ Այդ ջայլ վախն եմ ասում էլի։ Ջայլ հետո ինքը արդեն մեծացել է, արդեն դա իած թաղը կանգնած է, եղել է հիմա էլ Երևանում։ Այ Էդի որ ես ասում իմ համար Երևանը այդ ինքնության մասը նաև իմ համար որ թաղերը ինտելիգենտը կարևոր չի կամ ուրիշ դժենի կարևորը մարդամոտությունն է այդ դրա համար ես նշանակում որ մենք մասնակցում ենք ընտրություններին երկու գաղափար կա մտածենք մարդամոտ քաղաք ու որ ասում են ոնց ես ուզում գազ դրան ասում են Վիկտորի պլանով Դա վետիրներ չի որ տենց մեծամտություն։ Հասկանում եմ։ Դա այնա որ սաղ աշխարհում Ամերիկայում եմ ես դա տեսել, ամեն մեկը իր պլան ունի, ասում է ես ուզում փոքր քաղաքի 20,000-ից քաղաքի կամ չգիտեմ ուզում կամ սենատոր դառնամ մեծ նահանգի, ես իմ պլան ունեմ ոնց եմ իմ նահանգը ուզում զարգացնեմ կամ իմ քաղաքը։ Որտեվ վաղը չմսոր ես քաղաքը պատմության մեջ, ոչ թե պատմության մեջ, ապագայի քաղաք։ Ֆեկ ջան, կարալ է մի ձև, եթե մաքուրոթ ունենաս, դու կգնաս քո երեխեքի հետ ապրես մի քաղաքում որ թունավորվում ես Փոշիա, ասենք իմ ընկերներից մարդ կա, օրինակ ասենք այն որ գնացել է Կուալա Լումպուր, հզոր քաղաք է, ասենք թե կամ չգիտեմ, ասում եմ լավ անտիր է, այս միլիարդներ բան, բայց Փոշիա։ Մեկը գնում ես Դուբայ, ասես թույն քաղաք է, բայց շոկ է, բայց էլի ավազը։ Գնում ես այս ինչ քաղաք, ասենք օդը չի լինի, եղբայր։ Մեր մոտ парք ասում վիճակը գործերան աշխատող չկա Երևանին մոտ, էս չկա, բայց մեր մոտ Փոշին, Քարի հանքը, ավազի, ֆլանը, ֆստան, այ եղբայր այդ հարցերը լուծեք, բրծեք։ Բայց այդ ինձ շատ է հետաքրքիր, այսինքն այս քաղաքի աղտոտվածությունը դե ասում են որ շատ բարձր մակարդակի վրա էլի կեղտոտ է, այսինքն մակարդակից ավելի է, քան պետք է լիներ էլի։ Բայց դա վերահսկելի է արդյոք, այտենց մեծ շինարարության դեպքում ամբողջ քաղաքը շինարարությունն է։ Ֆեկ ջան, ամեն ինչը վերահսկելի է։ Ժամանակապ է, լուբոյ հարց։ Երևան քաղաքում չկա դες խնդրեմ, որ անլուծելի է։ Մեկի համար 2 ամիս ապետ մեկին, 3 մեկին, մի տարի մեկին այսքան փող, բայց Այդ ես քեզ ասում եմ դեպքում, երբ որ դու պետք է ունենաս այդ կոմպետենցիան, այսինքն դու պետք է փորձառություն ունենաս, դու այդ իդեան պետք է ունենաս նոր իդեան, ասում ես նոր իդեա, ուզում սիրում բանան, իմ իդեան այն էր, երբ որ ես աշխատում եմ, որ Երևանի կենտրոնի մայթերը պետք է լայնանան։ Դա իդեալական կլներ։ Ես դրա կոմպետենցիան գտնում եմ, որ ունեմ, այսինքն որտեվ ես Միջև այդ անելը, ես նախ մի քանի տարի եկել եմ դրան, ես հասկացել եմ որ Երևանի կենտրոնի խնդրեմը մայթերն են։ Մայթերը սենց են, մեկը կաֆե ապացը, մեկը խանում, մեկը փոսափոր է, մեկը նեղա, մեկը էսար, մեկը պարկինգա բերե սարք է։ Հասկանում ես, պիտի հավասարացնես, պիտի լայնացնես։ Սա գալիս են ասում են ոնց հակառակը պիտի մայթերը կդրես, փողոցը լենացնես, որ ավտոնաս։ Դա մնա մեծ անգրեգիտություն, սխալ, չգիտեմ ինչն է։ Հիմա այդ մի փորձեցին, կողբացին, այսքան կտոր, բայց հիմա նա Երևանի ամենալավ աշխատող, հենց հիմա այս պահին ամենալավ տեղը Կողբացին է։ Երբ որ ես աշխատում էի կենտրոնի թաղապետ, Պուշկինում կար 2 հատ կաֆե, Էպիկուրներ ու Տիցիանում։ Դες մեկի Աբու Հակոբը կար, դες նոր էր բացվել։ Բայց ես տենում եմ որ 100 հատ կաֆե ռեստորան կարող բացեմ Սարյանից միջև Սախարվիրապարակ հետագա միջև այդ սաղ Վարդանանցով միջև Վերնիսաժ ու Խանջան։ Ինչի, որովհետև ինքան ամեն այդ Վերնիսաժի Սարյանի տրաֆիկն էր տուրիստական բան հասկանում ես մարդիկ պիտի գնա Վերնիսաժի Սարյան գնում են Թումանյանով կամ Սայդով իջնում են Սարյան որտեվ Պուշկինը չգիտեն միջև հիմա
Կենտրոնում մենք փողոց ունենք տարբեր փողոցներ, մայթ չունեն ախպեր։ Հա, մայթերը պրոբլեմ։ Մեր Մկրտչյանը մուզիկա, կինո Երևանից ներքև։ Ամենապատմական մի քանի շենքեր է Տալավերձյանի շարունակությունը, պատկերացրու Տալավերձյանի եզակի Հանրապետության փողոցի, հա, Ղարսի խորովածը որ կա, կինո Երևանի դրանից որ իշնում ես, մայթ չկա։ Տերյան փողոցը, Տերյան Պուշկինը, որ այդքան տենց հիմա դարել է փողոց, այդքան կռիվ արեցինք, էլի իմ դուրս գա։ Մենք տենաս մենք Թաղապետարանի մեր ուժերով, գիտեմ, մեր երեխեք հələ Արմինեն ճարտարապետ, Ագնեսան ուրբանիստ, տարբեր գնացել էինք մարդկանց էինք խնդրել, էլեկտրիկ արխիտեկտին էինք խնդրել, այդ զալիբոշում լիքը մարդկանց ով կար դաշտում, սա առանց որ մեկը մի կոպեկ փող չի ուզել եղբայր։ Այլ գնացեք այդ մարդկանց ծրագրերը վեգալ եք արեք։ Պուշկինի վրա որ ցած Չարենցի փողոց, Չարենցի տուն-թանգարանը Պուշկին եմ ասում, Արամի վրա Պրոսպեկտից աչորից մեզ դեպի Սարյան, այդ դարգետ բան որ կան, չէ։ Ասում եմ, մայթը պիտի լենացնենք, սաղ բիզնեսի տերեր եկան կանգնին, մի մարդու պես, ասենք 15 հատ բիզնես կար, ասին մենք փողը 1 միլիոն ուստի 5 միլիոն մարդա կտանք, մայթերը լենացնենք, այսքան է մայթը, գոստը մենոտ 1.50 է, մայթը այսքան է, դեպի այդ բուլվար թաղը մեր հիմա որ Սիզնսի այգին է, ընդեղի կար 3 մոտ 3 մետրանոց գազոն, вообще չէր օգտա, մայթ, հետո գազոն, հետո այդ սիրուն այգին որ մշակեցին բան պրոմենադի պես դες քայլում են այսինքն քայլելու տեղը կամի 6-5 մետրանոց այգու մեջ սիրուն գազոնը էլի շատ լեն ու մայթ որը չերոք մի երկու տեղը արդեն կդրել են դե աղբի մեքենաներ էին դրել մի բան աղբի ամաններ մի տե պարկոշիկներն էին քանդել որ ավտոները կանգնեն ես այն ժամանակ առաջարկում էի ասենք քաղաքապետանին ասում եկեք էսի մասը թրաշենք բրթենք էս կողմ այդ սաղ Արամին ու Բյուզանդին է վերաբերում։ Արամի այդ փողոցի ցենտրով կեն մի քիչ տանենք այսքան, որ այդ թրաշած մայթը մեկը ոչ մեկ այդ մայթով չի գալ մեն ձախի վրա։ Որ ելում ես դեպի փոշտ, էլի Սարյան։ Տանք էս բանի այդ Դրագոն, Դարգետ, Ալյասկա այդ որ կանել, այդ Սիմոնա բան այդ գծի վրա տանք մայթը լենանով արդեն համ կաֆեները լավ աշխատեն, համ մայթը մարդիկ դուրս չգան, երկրորդ փողոց դուրս չգան, Կալյասկով տեղ չկա գնալու Բարեմ մի օր մեկը տեսա մայթը փոխում են, ուրախացա էլ ինձնից հետո էր, ասի մանադեց, ուրեմն ինչ որ մեկը կարողացել է, ապա գնամ տենում, թե խապում մամուտից 20 սանտիմետր էին լենացել այդ մայթը, 20 սանտիմետր։ Անցը Ինչի 20 որ տնաս հարցերը ինձ է պատասխանը կասես։ Լավ բաներից էր այդ Պուշկին բան Պուշկինից այն մամա միա որ բացվել է։ Մարդիկ սիրում մայթը լենացրեցին, լրիվ բիզնեսը փոխվեց։ Պուշկին կողբացին, Դիենջելոն որ աշխատում է, շոֆերների խանութը առաջ։ Մայթը լենացնում ես, այդ վարձը միանգամից բարձրանում է, որտեղ մարդիկ սում փող աշխատել, շատ են գսում քայլել։ Իսկ ի՞նչ է հետիոտն, ի՞նչ է եղբայր։ Հետիոտն է պոտենցիալ բիզնես է։ Պոտենցիալ առնող է։ Հասկանում ես, դու պիտի շարժը շատացնես։ Ուրեմն սենց ես ինչ որ սենց ներվային անում եմ, ջղային անում եմ։ Հետո տենում տարիները գնում է, parza մեկա մի օր ունելու է։ Ես չանեմ, դու կանես, դու չանես, այն մեկը կանենք ուսակցությունը չանեն, մեկ այ ախպեր դու կարեք թող ձեր անունը մնա պատմության մեջ, բայց մեր քաղաքը թող շահի։ Որ շենքի քանդվելը կամ որ բակի քանդվելն է քո սրտի համար մեծ ցավ եղե, որ դու միջև հիմա քաղաքին չես ներում։ Չէ, քո մեջ չես կամ ներում։ Ես գիտես հիմա մեր խնդրեմա դե ես հիմա այն ինչ որ եղել է Սևան հյուրանոցն էլ էր կարևոր ինքնության մաս էր ֆանտաստիկ ճարտարապետների բանել արած գործ բայց ինձ հիմա ես չեմ կարող գիշերները հանգիստ քնեմ ինձ մեղավոր եմ զգում որ գիտեմ կարողանանք հայփոստի շենքը քանդեն մեր Սարյանի հաստատ կարող է գլուխ գործոս չի օրինակ բայց իրանք դեմ տրամադրում են Երևանցին օրինակ այդ մարդը որ անում է իդեալ լավն է ուզում են մի համաշխարհային ինչ որ ես իմ ինչ սարքեն այդ ցավը տանեմ սարքեք հետևը որտեվ նա ինձ դուր չի գալի որ մեզ հիմարի տեղ են ուզում դնեն Երևանցիքին ախպեր Էդի հայփոստ է ժամանակ այդ պատմությունը ես հիշում եմ ասում եմ չենք կարող մեր շենքով այդ շենքն էլ լրիվ Իրանը չէ այդ հայփոստը տվել են Էրնեկյանին ասում էր մենք հետևը դեպի մի խազ վերև էլի դեպի կոնտ ավելի բարձր շենք սարքեն օքեյ լավ սարքեք համարենք բայց հետո որոշին չէ լավ ասում եմ խես սարք մարեսի քանդի Հետո այդ որոշող է, հետո այդ որոշողը պետք է քանդի։ Պետք է սարքել է Երևանի գլխավոր ճարտարապետ, հզոր մարդ ասենք, հզոր։ Դրանից հետո գնացել աշխատել է այսիմ ամեն հզոր գործերին, կառուցող մարդ է եղել, Երևան քիչ մարդ։ Օրինակ համարենք այդ հրապարակի հայփոստի շենքներն ենք սարքել։ Այն ո՞նց կարա մեկի մտքով դա անցնի։ Կարաս ծախես, բայց չես կարա քանդես։ Տեսքը լավը չի, Շուշեկը փոխի դիր Շուշեք։ Լվա, էս արա, այն արա, չեն կարա մեզ խափեն դրանով։
Կամ իմ ու քո համար շատ հարազատ, օրինակ մեր Զվարթնոց օդանավական аэроպորտը։ Ապա դա ժամանակին միջև հիմա ճարտարապետական գլուխ գործոց է։ Շատ սիրուն է։ Տենց գլուխ գործոց ոնց որ մեր ամեն անգամ նայում մարդ չեմ հավատում, ոնց կարել մարդիկ sense բան սարքեն։ Ես քեզ անկեղծ եմ ասում, բրատ ոչ մի տեղ ժամանակ աշխարհում տենց հզոր շատ քիչ Թիֆլիսում է այտենց շենք արեն տրանսպորտի նախարարության այդ սովետական մոդեռնիստական շենքերից, հա, Ղազախստանում, Ռուսաստանում եղել են դեպքեր, բայց ոնց մի կտորով շատ որ Երևանում էր, ոնց որ երիտասարդական պալատն, չգիտեմ ոնց որ դա ոնց որ կինորասյան, էլի շատ շենքեր մենք տենց ունենք։ Իսկ երբ որ դու տեխնատություն ես դրել քաղաքապետի, ինչքան մարդեր մասնակցի այդ ընտրություններին ընդհանրապես։ Ծիծաղալու քիչ։ Ինչքան կարար մասնակցեր։ 7% էր ինչ էր։ Այսինքն Երևանի ինտերոպերատիվ 27%-ը։ 73%-ը ընդհանրապես Вообще մոտիկ չեն եկել։ Вообще մոտիկ չեն եկել։ Ու ամենամեծը գիտես ո մոտիկ չի եկել ախպեր։ Այո, որ քեզ են ամենաշատը սիրում։ Այդ դրա համար երբ որ դու ասեցիր, ես շատ ուրախացա որ մենք զրուցենք, որտեվ դու երիտասարդության հիմա բաներից ես էլ այդ ամենաիրավունք խոսողը քեզ շատ են սիրում, քեզ լսում են, որտեվ ի տարբերություն մենք մի անգամ խոսացել ենք չստացվի ինգեներով իրար գովում ենք, բայց հիմա դա պետք է ասել որ իմանան քո արվեստի մեջ ունը շատ ունիկալ է։ Դու ես չեմ լսել քֆուրտաս, չեմ լսել վատ բան, ագրեսիա բան, դու դաստիարակչական ես։ Այ քո նման մարդիկ են պետք։ Ժամանակին եղել է, բայց հիմա չէ, հիմա եմ ասում, որտեվ դու էլ ես շաղսե ճանապարհ ենք անցնում, շատ բաներ ենք, բար կարող է ասենք, չանենք, բան անենք, չանենք, բան մտածենք, չմտածի, նորմալ է, բայց դու հիմա քեզ ճանաչում են տենց։ Այդ որ ասում կարգու կանոն քաղաքումը չափ ու ձևն էլ արվեստում պետք է լինի խոսքի մեջ, որտեվ դու խոսքի վարպետ ես։ Որտեվ դու ասում ես մի բան, ասենք ես հիշում եմ փողը կարևոր չէ պրեզիդենտի կամ այդ փոքր ախպոր երկի ինչքան մարդ է ինձ քո այդ ինտերվյուից այն ժամանակ մարդիկ զանգում են ասում ֆեկա համար ախպեր փոքր ախպերս ման մեծ ախպերս փոքր ախպերս դու կարողացել ես բայց դու արենցիր ես դու ու քո նման այսինքն դու ու Մանսուրյանը ու ասենք Հասմիկ Պապյանը ու ասենք մնացած սպորտսմեն մի հատ լավ ընկեր կամ ասենք չգիտեմ գերականագետ մեկը ձեզանով է որոշվում հասկանում եք դուք ինչ որ մի պահից դառնում եք այդ որ իմ այդ բառը ասում են ինֆլուենսեր բայց դա կարծիք ձևավորող կարծիքի լիդեր առաջատար կարծիքը այսինքն լսող հիմա չեն շատ սաղ սկսել ոդկասթներով մարդիկ հասկացել են չեն հասցնում գիր կարդան մարդիկ հասկացել են չեն կարող կենտրոնանալ ինչ որ մի բանի վրա ինֆորմացիա շատ է ոդկասթներ ասում ես սիրում եմ հարգում եմ ֆեկային իր միտքը իր հյուրերին ուրեմն ես կլսեմ ինչ են անում մարդ կա որ 3 ես էլ 2 հատ կարող է լսեմ նաուշնիկները դնում ես գործ ես անում կարդում ես ձեռդ նոր բաներ ես անում դու 3 հատ ոդկասթ լսի նոր կարծիքը ձևավորի նշանակի թերթ կար հիմա թերթ չկա խփեր հիմա թերթի բուդկա չկա թերթի բուդկեքը մնացել են ամեն ինչ ծախում բացի թերթից բայց այդ թերթի բուդկեն էլ է ինքնության մաս Երևանում երբ որ դու ասեցի նարդոսը կիսատնա եթե դու նարդոսը սա հանում ես բուդկեքը չէ բանը ինչա դրանը գնունին կամ սաղ ես մենակ ուրախ եմ բայց աչու ձախ պետք է անես սաղ պետք է պիտի անես բայց նենց է ոնց որ բենզակալոնք եք հա եթե գազոնի վրա հանի բուդկեն եթե մայթի վրա հանի բայց Երևանում լիքը բուդկա կար պետք է մնա ախպեր պետք է պատմական տեղ է գլենդելու մի հատ բուդկա կա հոթ-դոգ են ծախում ուրեմն ստա մացնես մոլ ինքը զգում ես էլ այդ բուդկեն ցած խառնել է մոլ է 3-4 հատ մոլ այդ գլենդելի գլխավոր տեղը բրանդի կողքը պահել են որտեվ գլենդելի ամենահին բուդկեն է այդ տաղավարն է Դու պետք է իդեա չդնես անջտված սաղ հանես, թե բենզակալոնկա կլնի, բուդկա կլնի, ծաղիկի կլնի, էս կլնի, ախպեր սիրուն է թող մնա, ամեն ինչ է, հասկանում ես իրա բան է, հիմա նոր լսել եմ ծաղիկի տաղավարներ ուզում են հանեն կամ ձևապահ, խի, էս եղել է այս 20 տարվա դիզայնը, թող մնա դուք ուրիշը մտածեք նորը դրեք, եք ուզում են հինը փոխեք նորը դրեք, նույնը ոնց որ սաղ շենքերը քանդես, նոր շենքեր ես ուզում սարքես, դա չի կարող լինի, այդ նույնը նույն սխալ արեցին նստարանների հետ, սաղ լավ նստարանները կամ լավ աղբամանները Բռնեցին այդ ուրնաները քանդեցին, սիրուն են չուգունի բան։ Բերեցին ես իմ սաղ քաղաքը միցև գժվս։ Սաղ քաղաքը նստարանները գրածա www Երևան.am W չուգունի վրա ռետ Սաղ նույն նստարանները։ Դա գոնե W-ն լավ հանեին արդ։ Հետ եմ ասում։ www Իջան այդ 27 թե 23%-ներ մասնակցեն ընտրության։ 27։ Այսինքն երիտասարդությունը բայց դու ինչ ես կարծում երիտասարդությունը քաղաքականություն բառը քաղաքականությունը չի ասոցացնում շատ վատ կեղտոտ խաղերի հետ
օրինակ քո կարծիքը, որ ես ունեմ իմ կարծիքը, դու ուզում ես կարամ ասեմ իմ կարծիքը, դու էլ քոնը ասես։ Ես լրիվ համաձայն եմ Նժդեհի ցեղակրոն գրքի մեջ ինչ գրել է Նժդեհը, լրիվ համաձայն եմ, որ կուսակցությունը մանավանդ հայկական Հայաստանի կուսակցությունները պարակտում են երկիրը ներսից, որտեղ իրենք չեն գործում իշա Հայաստանի Հանրապետության, իրենք գործում են իշխանության մոլուցքով ու համարյա ես երևի չբացառեմ ոչ մեկին, բոլոր կուսակցությունները ձգտում են իշխանության։ Այդ կեղտոտ արդեն խաղ է ու հենց դրա համար էլ պարակտվում է ու թուլանում է առանց էդ էլ մեր փոճուր Հայաստանը։ Դրա համար որ sense խաղեր ենք տեսել տարիներ շարունակ, երիտասարդության մոտ ասոցիացիա որ քաղաքականությունը կապիկություն է։ Այտենց է ասոցիացիան բոլորի մոտ։ Հիմա կարող է ինչ-որ մարդ սրտացավ քաղաքական գործիչ լինի, այդ չեմ ասում բոլորը վատն են, բայց կուսակցականությունն է, որ մեր երկիրը sense թուլացրել է։ Այդ իմ կարծիքն է։ Ինչն էլ բերել է հիմա սրան, որ այս ծերունդը ընդհանրապես անլուրջ է նայում։ Ինչ է պետք քո կարծիքով, որ երիտասարդությունը, ընդ որում նաև ես, սկսեմ լուրջ վերաբերվել, օրինակ ընտրություններին մտածեմ կարելի է մասնակցել։ Ես գոնե գիտեմ արդեն ձենս ում կտամ, եթե դու մասնակցես, որովհետև ես ինքս կուսակցության ղեկավար եմ, անկեղծ չգիտեմ ես։ Մասնակցեմ, նկատի ունեմ ընտրեմ։ Հա, ես մտածեցի քաղաքականություն չեմ, ինձ թվում է չեմ կարող։ Նկատի ունեմ ես էլ արդեն մտածեմ ընտրեմ։ Նայ, այս այ նայ, ես քեզ ասի, դասի չեմ մասնակցեմ, այլ ոչ գնաց ընտրես, այլ ոչ թե ընտրվես, չէ՞։ Որտեղ դու սենց եղար։ Մի մոմենտ քո ձենի մեջ, օրինակ, որը նորմալ է, ես էլ էի առաջ։ Հիմա դեռ մեզ իմոտել է այդ ասոցիացիան։ Որտեղ դու քեզ թվում է, որ դու զբաղվես ընտրություններով, լիքը մարդ օրինակ քեզ չի սիրի, էս կանի, ասա ինչին էր պետք, մտածի կեղտոտվես տղեն կամ նայ, քաղաքականությունը միշտ դա էս այդ կուսակցությունները ցույց են տվել, ինքը Երևանում, տարբեր քաղաքներում, գյուղերում եղել է տենց սոցիալական լիֆտ, այսինքն մտել են լիֆտերը, ինչ որ պաշտոն է ստացել մի տարի, հետո կամ է ուս խորհուրդ են մտել, չգիտեմ, երիտ թև բան, այդ կուսակցություններն են խարաբարը, այդ է կա։ Դա համար մենք չունենք ոչ մի երիտ թև։ Մենք չունենք ոչ մի մարզային կամ չգիտեմ եւ այլն։ Մենք ունենք օրինակ մասնագետների թիմ, լիքը մարդ գալիս է, ասում է, սխալ արեցի, ձեզ չընտրեցի կամ լսում եմ ինտերվյուներով, տենց ասեն, կարող լսած են ես միտեղ, կար մոտիկանում, մենք այդ ընկերանում մարդիկա դες շփվում ենք։ Բայց այդ ավատը որ երիտասարդությունը նայում է քաղաքականություն, բայց կեղտոտ խաղ։ Շատ դեպքերում որոշված խաղ։ Բայց կեղտոտ խաղ ավիճ։ Ճիշտ է։ Մնաց հիմնականում մեծամասնության ճիշտ է, բայց մի բան կա։ Իրանք պիտի հասկանան, եթե իրանք չմասնակցեն, вообще պրոբլեմա անել։ Ընդհանրապես կորցնում ենք, այս թելը բաց ենք թողելու։ Մենք արդեն վաղուճիմսար մի նեղացենք, որ օրինակ, ասենք 5 տարի հետո այդ նույն երիտասարդը թողի գնաց, իսկ ապագա չկա, ընկեր, ապագա չկա, որտեղ դու չես գնացես ընտրության։ Դրա համար մենք ձևը ասում ենք ոնց է։ Անկեղծ ասում, սա շատ լավ առիթ է։ Եթե մեզ կլսի թեկուզ 1000 մարդ, 1000-ից 100-ը մի անգամ կմտածի, ֆեկ ջան։ Ոնց ներգրավես երիտասարդությանը։ Դու տենց բաներ ավելի լավ կարաս իմանաս, կամ մասնագետ է։ Ես հələ որ իմ խելքով մի բան եմ մտածում։ Ընտրությունների օրը քվեարկությունը բացի դուր գնում ես ընտրատեղամա, սարքում ես նաև էլեկտրոնային։ Տունը ջայլ աղջիկ են 6 հոգի ինգեներով Կիրակի օրա, չէ՞ միշտ լինում։ Կասկադում նստած եք, օրինակ, շատ են այդ կասկադի օրինակը բերում։ Մեկի առավոտյան բոլորին նամակա գալի, հարգելի, ասենք կամ չգիտեմ, Աբիսակ Բարխուդարյան, ասենք Վարդանիշը։ Այսօր ընտրությանը դուք եթե չեք գնացել ձեր ընտրատեղամաս, որտեղ ինքը հեռախոսի համարով հասեն, ասում ձեր ընտրատեղամասը, ինչն է, ինչ հասցեով։ Ապա կարող եք ինչ բանով գրանցվեք on-line, արեք, ինչ եմ դուք բանկային գաղտնիքդ վստահում ես հեռախոսին, անձնական նամակագրությունդ վստահում ես հեռախոսին։ 1000, ահա, մատ սկան արեք, խնդրում եմ ձեր, չգիտեմ, ID-ին, паспортն է պետք որ գնանք վարկվեք ալը։ Ինչ-որ մեկը մտա, եթե վախը կա էլի, բայց չկա տես բայց տունը ու մեկ էլ ասում է մտար այդ սայթ, մտար այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սայթը։ Ասում է ընտրում ես այս ինչ կուսակցություն կամ օրինակ քաղաքապետի տեխնացիային 10 տեխնացիային ամեն մեկին նայում ես մեկը նկարով ասում վայ սան ճանաչում եմ սի արի սան ընտրենք վայ էսի պիժգեն պապայս ընկենա վայ էսի խելոք բան է խոսում արա ընտրեք մեկին մենակ ընտրեք որովհետև Գյումրի ընտրությունները ցույց տվեցին որ քաղաքական իշխանության բանը խախտվավ իրանց սպասումները որովհետև շատ մարդ գնաց ընտրության։ Ինչի? Որովհետև Գյումրի ընտրությունները առաջինն էր, բայց որ թաղերի մեջ ընտրություններ արդեն։ Հասկանում ես, սաղս գիտենք, չէ՞, ասենք որ այս ինչ տեխնացուն, այս ինչ թաղի սիրվածն է, այս ինչ տեղը է տեխնացուն։ Ասենք իշխանության տեխնացունը ինքը սիրված տղար իրանց թաղում եւ այլն, հա։
թաղերի կռիվ գնաց։ Այն ինչ որ Երևանում չի, որտեղ Գյումրիում թաղերը քիչ են բնակչությունը, Երևանում շատ են։ Երևանում ասենք պրոսպեկտովիչնես աչուձախ ուրիշ թաղեր են, որ իար չեն սիրում կամ ասենք, հա, այս ինչ փողոցներից կամ բաներով։ Գյումրիում տեն չէ, գյումրեցին նա թասիբը մի քիչ արթնացավ, ինքը սկսեց թաղերով անի։ Հիմա Երևանում է մյուս ընտրությունները 100%, որտեղ չմոռանանք վերջի 20-30 տարի Ֆեկ ջան, սա ընտրությունը թաղերով եղա, հիշի որ շտաբ ապեշտիեսով ես մեր այդ բակուչի շտաբի պետն եմ, որտեղ ինքը թաղով էր, բայց հենց ընտրությունը պրծներ սաղ մոռանում էին թաղերը, դառնում են վարչական շրջան։ Ինչ վարչական շրջան, ինչ արհեստական համայնք պետք է դառնա։ Այդ համայնքն է կարևոր, հասկանում ես։ Իսկ ջահելությունը պետք է լինի։ Եթե դրա համար ես մտածում եմ անկեղծ օրինակ, մենք մեր կուսակցությունով մասնակցենք, թե չէ, որոշել ենք այն օրը։ Իսկ երևի չենք մասնակցի, եթե չլինի ռեալ տարբերակ, որ երիտասարդությունը մասնակցի։ Եթե ինչ-որ մի թիմ կարա ասենք, մեկը փող ունի շատ, մեկը խելք ունի, մեկը չկա on-line։ Չկա։ Մենք առաջինը ուզում ենք, որ էլեկտրոնային որ եղավ, ջահելությունը արդեն գոնե, ասենք, չմասնակցած ջահելության 40% ավել է մասնակցի, Երևանում լրիվ այդ կարծինքեն կփոխվի։ Լրիվ իրականում արդեն այստեղ բայց լավը հարցը ո՞րն է երիտասարդության։ Առաջին օրյանք ավելի, ասենք, իրանք ուրիշ ավելի պրոդուկտիվ են շատ հարցերին, այսինքն ճիշտ այնց արդյունավետ կարող են քննարկումներ անել։ Զարգացած են, իրանք շատ դերեր լսարան, մեծ մարդիկ լսում են, դու ելույթ ես ունեն, մի հատ երկու հատ ջահելները այնց հարցեր են տալի, քեզ քննադատում են, երկրորդը իրանք ապագան են, բայց այստեղ ավելի կարևոր բան կա, եղբայր։ Երիտասարդությունը, եթե օրինակ մասնակցեց համարենք 50,000 երիտասարդություն, ընտրության օրը մյուսը դու չես կարող այդ քաղաքապետին բռնես կամ այդ, չգիտեմ, վարչապետին, հա, ասենք գիտես խի, դեռ այդ 50,000-ից 20 կամ այդ 100,000-ից 50,000 տեր ասում, հոп, ես տեր եմ իմ ընտրությանը։ Իսկ երիտասարդ չի գնացը չի ընտրել, ինքը տեր չի այդ ընտրությանը։ Այդ դա է հարցը։ Դա կարա այդպես բոկեբան։ Բայց ամենամեծ գլխավոր հարցը երիտասարդությունը իսկ այն ռևոլյուցիաներն են անում, երկու բան կա ռևոլյուցիայի փոփոխության, չգիտեմ։ Դրանք երիտասարդությունն են եւ դրանք մայրաքաղաքն է։ Մեր Բաքում կա մի հատ ուճուր այսքան խանութ։ Ես այդ խանութից կողմ ավելի շատ առևտուր եմ անում, քան ցանցերից։ Որտեվ ես իմ երեխուն չեմ թողի, ասենք, փողոց անցնել շրջադարձության, որտեվ ես մտնում եմ զեբրան սխալ է սվետա աշխատում։ Սվետաֆորը վատ է, էսի թուփը ծածկում ես, պավարոտը փակում, դե մա տաքսիա կանգնում երեխես կարող անցնի, այն մեկը այն պավարոտը չհասցնի գալ, այնտեղ լուսավոր չի, այնտեղ էս չի։ Այ էսա խնդրեմը, որ այդ մաստեր պլանը նաև այդ բակերի հարցն է լուծում։ Որտեվ ես գտնում եմ այդ բակերը գալիս է թաղին։ Այդ քո ասած մաստեր պլանը, դու որ կենտրոնում ես ասում կաֆեները քիչ հա, էլ բա Ավանի մասին ինչ ասեմ։ Օրինակ 9-րդ մասիվում, ասենք ընդհանրապես դու կաֆե չես գտնի երևի, էլի տես նստելու դուրսը նստելու այդ եվրոպական ստիլով կաֆեների մասին։ Եկեղեցու դեմը մի օր գնացել ենք չբատարույթով, այնտեղ էս 5-րդ մասի խաշմերու կա։ Վայնի ակադեմիայից որ ինչ բարձրանում ես վերև։ Դե կալցեվո կաչը գնում է եկեղեցի, ուշնա դեպի էդիոդուտ։ Ձախով որ գնում ես այդ բանի կողմ, կամազների բան։ Դե մեկ կալցեվո կա, այդ որ հիմա անկյուն են կլոր մացինում բացել են։ 3 աթորով լրիվ այդ հրապարակի տեսքը փոխել։ Լրիվ։ Չեմ նկատի են բացել։ Մի տարի արդեն էլի տարբեր տեղեր։ Բայց ես իմ չհասկացող հայացքներ ունեմ, դա չեմ հասկանում, ես այդ ամեն ինչից այնց խորը, բայց սարի թաղը իմ համար շատ վատ պայմաններ է իմ համար։ Դες որ sense անցնում ընդեղով ինքը շատ ահավոր տեսք ունի։ Երևանի համար ինքը ախր է տեսնելա մերը։ Բայց sense մնա, բարեփոխել չի լինի։ Բարեփոխել չի լինի։ Կլինի, ես ասեմ։ Ձմեռը գնացել է սա այդ։ Քեզ ասեմ, ասենք քո լսողներն Երևանցիքին է։ Հələ մի օր այդ բանի մոտով այդ կոչվում ու Բարաշեն խճուղի, բայց ընդ ոնց բան այդ գաճագործների փողոց այդ ու Բարաշեն մասով այդ լիճը որ կա, Թոխմախի, բայց այն կողմից որ գալիս ես Թոխմախի կողմից, էլի Սովետաշենից, արա մի հատ կադր կա Արգիշտի ռեստորանի մոտից։ Հələ մի հատ նայ սալի թաղին։ Տենց սիրուն Երևան, ես քեզ լուրջ եմ ասում։ Շատ քիչ տեսարան կա, որ ես իմ համար ուրիշ է։ Օրինակ Կիևյան մոստից հələ կանգնի նայ դեպի քաղաքի կենտրոն, աջ կողմը Կիևյանի, որ գալիս ես Չերեմշի կողմից, աջ։ Շատ սեր։ Լրիվ ուրիշ Երևան։ Շատ սերն է։ Նույնը կանգնի նայ սալի թաղի վրա սիրահարում ես։ Բայց իրան պետք է բարեփոխել։ Կրիշները փոխի, գույնը, այդի, գույները, բայց ոչ թե արեստական բան, տենց հետո տենց պահկվես ասես ես իմ սարյանական սիրուն, ես լրիվ համաձայն եմ, եթե կբարեփոխվի։ Բա ոնց, որտեվ այդ լիճն էլ ալի, չէ՞ իմանա Երևանյան լիճը թողմախները, բայց ընդ կլոր է, մարդիկ ֆռում են, վազում են, նստարան կա, լույս կա, եւ կա, այս կա։ Դու շատ բան քաղաքը չի հասցնի, նայ, այստեղ մի հատ վատ բան կա, որ ես նկատում եմ վերջի 5-6, չգիտեմ կամ 4 քաղաքապետերի դեպքում։ Սաղ ուզում ես սաղ մի անգամից անեն։
Չբես տենց Մոսկվա սրազու մի ստորը իհարկե ամեն քաղաքապետ միշտ մի բանով է հիշվում էլի անկեղծ կամ երկու բանով բախտը բերի 3 բանով բայց այդ 3-ի համար դու պետք է ունենաս էլ եմ ասում այդ կոմպետենցիան այդ մարդների ռեսուրսը այսինքն թիմը պետք է լինի որտեղ դու կարաս լավի ձեոնես պրավալ տան մեկը դեստակից փող առնի գասի շրջան չի բայց խապը բարձ փող առը մեկը գասի հասկանում ես հիմա չկա Երևանի կենտրոնում ֆեկ մի հատ փողոց կամ բակ չասեմ որտեղ բակերը շատ են բայց հիմնական սաղ կարևոր բակեր ու կարևոր փողոցներ թե մենք մեր ուղեղում եթե չէ գոն գծած սաղուն ենք ախպեր ինչ ձևի քաղաք ենք ուզում հետիոտնի համար մարդամոտ հավես այդ մայթերով ճիշտ բիզնեսների չնեղացնելով Եթե ինչ կա քարապատկենք երկու, ասենք, բան 3 տարում ամոթ ինձ։ Ես չեմ ուզեցել քաղաքապետ դառնամ այդ ընտրություններով եղբայր։ Ես ուզեցել եմ համայնքապետ դառնամ։ Ես ուզում եմ այդ հարցերով զբաղվել։ Քաղաքապետի գործի մեծ մասը սոցիալական պետք է, ոչ թե այս արեցի, այն արեցի։ Ես իմ գործի կեսը չեմ արել պես քաղաքապետ։ Ես արել եմ որպես Վիկտոր Մնացականյան։ Դե դու որ մարդամոտ ես Այս քաղաքի համար սրտացավ ես այդ քո բարերի տեղը կարան բոլորը քո անունը գրեն դեկուզ YouTube-ում նայեն դու ինչեր ես արել մի քանի տարի առաջ ոնց կհասկանան դե բարերով չի տեսել եմ ես քեզնից բայց ուղղակի քո մասին շատ քիչ մարդիկ գիտեն որովհետև ցավոք սրտի ես մեր երկրում լավ մարդիկ ու տաղանդավոր մարդիկ տենց չեն գնահատվում էլի ցավը տանում ես շատ просто Երևանը լավա դες ամեն քաղաք դի զարգանա իր տրամաբանությունով ախպեր ջան ու Երևանի ոնց քեզ ասեմ ամեն յուրահատկություն ամեն քաղաքի դա իր ինքնությունը հիմա եթե մեր յուրահատկությունը օրինակ պուլպուլակն է ուրեմն դա մեր ինքնությունն է որովհետև շատ քիչ տեղ դու պուլպուլակ Ավիշան մեր ինքնությունը կուկուրոզնիկը չէր իմ համար դա իմ ասոցացվում էր լրիվ Երևանի հետ ասենք իրանք հանդել են ինչքան հիշում եմ անհիմն չէ դու ասացիր Արաստանները բան շուտ ցածր պատալոկը ցածր պատալոկը ցածր դրում ես Լաս Վեգասի սաղյուրացը ձերս ասանես կգտնես ահա ոչ չի բայկել ես երկու օր մնաց գնաս միակ պատճառը է դերվից հիմնականում է դեր որ պատալոկները ցածր հիմնական է դեր չէ դի պատճառը չէ բա այդ պրոս այդ պահին տերը ուզում էր ես իմ ինչ սարքեր հասկանում ես որտեվ այդ տերը ամենայն հարգանքով Երևանցի չէր որտեվ էր մշտական խնդիրն է որտեվ Երևանի Այս ընկերը վերջին բոլոր ընկերները նախագահները, չգիտեմ, վարչապետ Երևանցի չէին, ախպեր։ Մարդիկ էմոցիա չունեն Երևանի հանդեպ, վեկ ջան, դա հասկանում ես, դու ոնց ասեմ, դու պետք է մեծացած լինես, սովորած, պատմությունների մեջ ընկած, հելած, աբրած, ինչ որ մի բան պետք է ունենաս, որ էմոցիա ունենաս Երևանի հանդեպ, ախպեր։ Եթե դու էմոցիոնալ կապ չունես, բայց լավ քաղաք ես, ասենք Կատարի Դոհա մայրաքաղաք, հարուստ քաղաք Վեկ այնտավին քաղաքապետ, մեկ է գալիս ասում արեսի քանդենք այս թաղը, որտեղ նո հա դա է քանդենք, որտեղ դու չգիտես այդ թաղը ախպեր։ Մենք մի դեպք ունենք, մի հատ ձած կար Մոսկվայից չոր շինարարություն անում հիմա, էլի մա շենք բան է սարքում, ասենք կոնդե ուզում էր առներ 20 կոնդեցի դե անգե շփվես ախպեր այս մարդը տուն առնում է 2 3 4 մենք հլեսել չէ աշխատում։ Թաղապետ Մենք կոնդեցի տարեկան ասում են ախպեր 20-րդ տուն առավ ասում ինչքան է տալի ես որ դառնամ թաղապետ կոնդի քառակուսի մետրը $400 էր ես որ հանձնել եմ այսպես ասած $2000-ից ավել էր արդեն քառակուսի մետր կոնդեցի գիտես ոնց են ուրախացել բայց ես գնում եմ այդ ցավը տանը մի ծախեք ձեր տունը որովհետև վաղը չիմսոր դա կենտրոնն է Ես վաղ մենք դες պլան ունենք որ դու սեն Սարյանով գայր կոնդով հելներ են որ վուլկանիզացիան կանդիլներ կոնդ սեն սիրուն կամ լեոյիշներ կամ իշներ Պարոնյանի կամ այսինքն խաշմերուկներ հիմա կոնդում դու տենաս ինչքան տուրիստ կա չես պատկերացնի ասում եմ դուք ձեր այդ տունը սարքեք մեկը հյուրատուն մեկը տոլմա սարքեք մեկը կամպոտ երկու հատ արդեն կա մոլայ հայաթում մնա Արմենենք է ունեն ցենտր աշխատում են ախպեր եթե մեզ լսում են ջերմ բարևներ բոլորին Դեվ տուրիստները արդեն զանգում են օրով ասում են այդ սեղանը պահի գա դեվ գալ են համ կոնդ համ հաց ուտեն Իսկ մամիդորով ձվածեղ են ուտում Երևանցի բայց կոնդում են իրանք այդում ասին կոնդեցին արդեն տեսել է որ փող կա հիմա այդ մարդը առնում էր ես էլ մեկ երկու ասի հələ սպասեք մի ծախեք մեկ հասկանանք էսով է ինչ է ուզում սարքի որտեվ լսել եմ 40 հար կոնդում ուրեմն կոնդի զերոն այդ բուլվարի ասենք այդ որ կա այդ Seasons Park-ի բուլվար թաղի Zero կոնդի 6 7-րդ հարգի չափա։ Այսինքն եթե դու մեկը 40 ես արում, ոնց որ Երևանի վզիտ մենք ասեն ջոգա ամբողջ ես լնելու կոնդը։ Դե մարդա։ Մեկ է տենց եկավ է շինարար այդ
կառուցապատող իր իրավաբաններով լրագրողներով լցան կաբինետ, բայց առանց դուրս ջարդելով մտավ, ասում դու ես մեկը կողքին է, բայց ճարտարապետն եմ, ասում եմ դու ուր դու տղա ես։ Բա ես Մոսկվայում ապրում վրացի եմ, ասում որ դες վրացի, բա ասեց բանը Քութայիսից եմ, ասում եմ Քութայիսին էս ինչ թաղ ես եղել եմ ամենահին, քո դուրը կգար օրինակ եմ ասում, մի հատ ասենք արտիկցի ճարտարապետ հայ, Մոսկվայում բրո գար այդ քո հին թաղամասում 40 հարկ գրե, խնդում ասում չէ, բա ասի բա քե խիացը որ մենք պիտի թողենք դու գաս Երևանում, ասես բան սարքես, շատ այն վաղ ես իմ հետ ինչս պայմանարվել կամ դաժե չես պայմանարվել։ Դու ասում ես ճիշտ է, ես չեմ եղել կասկադում, բանում, կոնդում։ Ասում եմ հիմա ջոգում ես որ սխալ ես անում, ասում եմ հա, ասում եմ ինչ ես պատրաստում անեմ, հետո այս այդ կառուցապատողն է, մտածում եմ եւ այդ թաղապը լսել է մեկը մի բան է, հարայ ուզում որ հասկացար, եկավ հաստատում գեր, ես քեզ ոպես թաղապը եւ ուրբանիստել եմ ասում, դա չի կարելի թող, կոնդը 200-ից ոչ +1, ոչ ավել լինի, որ մի հարգը վարձով տա, մի հարգում ապրի, մի հարգում վերևը հյուրանոց արքի, всё, это կոնդը, это հին կոնդը, это հին Երևան, это ճիշտը։ Ուզում համով նոտայի վրա բրցնենք, ասա ինձ մի ռեստորան, քո ինֆորմացիայով, քո տեղեկությունով եթե կա, որ ամենահինն է կամ շատ հին է ու աշխատում է մինչև օրս ու որի խաշի համը չես մոռանա։ Խաշի։ Ենթադրենք։ Հա։ Դե այդ բաներից գիտես դժվար է, որտեղ մենք հիմա մի հատ քարտեզ ենք գծում, ոնց որ թաղերի, տենց էլ օբյեկտների հին որ մնացել է։ Հիմա իմ համար իմ ամենակիրակի օրվա համով ուտելիքը, ասենք բարձ ասեմ, փոխվում է միշտ էլի փորձում ես, բայց այդ մեր կինոյերվանը նույն ղարսն է որ ասում եմ։ Որտեղ ասենք այնա գնում ես մոտ Հարութին։ Ինչքան հինավից։ Ապեր ինքը կարծեմ այս բան ամենահինն է ղարսից։ Ներ շարմա չկար, շարմեն հետո եկավ։ Ղարսի առաջի ղարսը դե բանում էր այդ կենտրոնում ամեն դեպքում Կինո Մոսկվայի այդ կինոյի տոմսերի հետև բաններ, տոմսակղի հետև Լագիձեն ու ղարսի իրար հետ բացվավ։ Հետո նա գրիլը մոմենտ մոդան գա, ղարսը քչացավ, բայց այդ կենտրոնական բանկի մոտ ասեմ քեզ Կինո Երևանի ղարսը բացվել է 1993-ին։ Դրանից հին չկա։ Ղարսն եմ ասում, կա ոնց։ Ասենք 50-ականներին, տենց այդ իմ համար ամենալավը ու դե իմ համար նշ որ շատ եմ գնացել, որտեղ չնա շատ եմ գնացել, բայց դեն շատ։ Արարատի պատվանն էր, որը փագա իմա ցավը։ Փակա։ Իհարկե։ Հիմա եթե Էրնիկյան արել է, իր երկար տարի կյանք լավ դարձա։ Կար տենց հին Երևանյան։ Արարատի պատվելը պիտի բացեն։ Հա, դե հիմա ասենք օջախից համով խաշ օրինակ։ Չէ, խաշ է դես ուղակի սիմվոլիկ է։ Դե ես սիրում եմ ախր Երևանում ամեն բան տարբեր է սուտում, բրատ։ Հիմա իմ համար երկու լավ բան կարող է։ Ես խաշ չեմ սիրում։ Հետի չէ։ Դու սիրում ես։ Բայց երկու բան կա, օրինակ ես Պարոնյանի վրա, Սպանդանի դպրոցի հետ Փակշուկային կողքը, Փեդի Թանգարանի կողքը, օրինակ Պարոնյան 6 կարծեմ, թե 4 Պարոնյան։ Մատ բանա բացվե, պրոշուտո, այսինքն իսպանական բանա տա, սենդվիչներ են տալի, մատ ընտանիք է, ապա մի օր գնանք այդ սենդվիչ, այդ եզակ ոնիմ ասես անցած տարի լավ բան եղել Երևանում, կողլիքը շինություն չասեմ, ասեմ հետա բացվե։ Դե ինչքան մարդակ գնալու։ Նորը կողբացի վրա այս բանի կոֆե հաուսի տղեկը բան են բացել, այդ ֆեյնը մի հատ իրանց ոնց որ տենց լավ բան է, ասենք բանի տիրամիսույա պիստակի համով։ Այսինքն բաներ կա որ Երևանում համ ուտում ես, ասում ես, «Սո, ես միշտ ոնց այդ ղարսի խորովածն եմ ասում, չէ՞, ոնց որ ասենք, չգիտեմ, Թումանյանի Խինկալյանոցը կամ Էդոյի մոտ տուն լամաջոն, Տերանի վրի լամաջոն։ Ամեն մեկը մի բան, ասենք, գարը գիտես որտե ուտես։ Մի անգամ ես ընտրության ժամանակ ասել ես մեր Արսեն ընկերես Շեբենոցի հետ Պարոնյանի վրա որ կան ձյան օբյեկտը, բայց ձյան օբյեկտել են բանի հետևը ֆորումի, կարոջը կոնդի դեմ էլի, ասել է որ գարի բանա, գարի քյաբաբը ամենալավը տեղա, մեկ էլ իհարկե բուրչոյի դժժիկը, մեկ էլ իգդիրում են շատ ուժեղ մի հատ կինկա, ծոց կա ուժեղ դժժիկը տալի լավ, շատ խոսացի։ Ինչ տեղ է գիտի։ Դա մի օր, բայց բան ինչ էի պատմ, հա, ասեցի ես ընտրությունից վերջի ինտերվյուն, հա, ընտրությունից առաջ, արդեն մի սորը իրավունք չունես, չէ, Քարոզը ռադիոյում է, Ավրորա ռադիոյում է, ասի, այ ես մենակ հիմա հավեսով շուտ պրծնի գնամ Արսենի մոտի, ասենք այդ Շեբենոցի գարի քյաբաբ ուտեմ բան, ու անցավ մյուս օրը արդեն ոնց որ գիշերը գնում եմ շտաբից տուն, էսե ոտով մենակ գնում, մյուս օրը ընտրությունն է, մեկ է տեսա այս բանում էր տղեկ էին նստած, մի 10-20 ու արդեն կաֆեն է փագել են Փարիզյանի դեմը,
Աբովյանից եկա Ֆրեդոներ, մեկ էլ ապել մի րոպե էլի, բան ասի այդ անդրությունից առաջ 20-ով սրանք տեղս բան, դες այդտենց մեկ եկան դրսից էին սաղ տղեկ, Երևանցի տղեկ էին, բայց մեծ մասը դրսից են եկան, հատուտվան աղբերս, հենց նոր գալիս ենք Շեբենոցի գարի քյաբաբը, կերած ուզում ենք քեզ ոնց գրենք Facebook-ով, բան դե մեր ընդհանուր ընկերներին ասենք, են ասում տնենք դեպ գիշեր մեկի կողմեն էլ որ դու պատկերացնես տենց, բայց Երևանը այդ ինքնությունը այդ համն է։ Հա, այդ դրամալ հարցը։ Սաղը, նե որ ասում եմ, մենք չպիտի ասենք, չէ՞ կարող ռուսերեն բառ ասենք, թուրքական լավ չի, հաստատ լավ չի։ Բայց հիմա դա է Երևան, հիմա քյաբաբն է լավ, Երևանյան է, բայց ինքը պարսիկներից է մնաց քյաբաբը։ Հիմա ինչ անենք, հրաժարվենք դրանից։ Всё, դառել է Երևանյան գնացինք առաջ։ Դու քոնը ստեղծի, չէ՞։ Ղարսի խորված Երևանը կապ չունի։ Շարունակ արաբական բան ասենք, չգիտեմ։ Խինկալի Երևանը հիմա վրացի ինգեներգ ասեն, ասում են, դուք ձեր համար ավելի կարևոր է խինկալին դառը, քան մեր մոտ։ Դուք ավելի ինչ որտեղ հերրու եք գնացել էդի ճիշտ տալով, քան մեր մոտ։ Չեմ ասում լավն ու վատի հարցը, էլի։ Մենք այդ կուլտուրան ունենք, որտեղ Երևանում հիմա մի 10 հատ ռեստորանների ցանց կա, հալալ է։ Մեկը մեկի հետ մրցակցում են, գնում են առաջ, արդեն ավելի շատ դիզայների փող են տալի, ավելի լավ բովերներ են բերում, մատուցման վրա են աշխատում, ծառը արդեն հասկանում են, պիտի ծառերը դեմը լավ լինի, կանաչ, մայթը արդեն պիտի փոխեն, բայց քաղաքը մրցակցային չի։ Երևանը ոչ մեկի չի մրցում։ Ասենք որ ասես լավ, գոնա Գյումրի հետ է մրցում Երևանը, Սևանի հետ է մրցում Երևանը, չէ՞, Վարդենիսը, չէ, Թիֆլիսի հետ իսկի չի մրցում։ Ոչ մի քաղաքի հետ չի մրցում Երևանը, բայց Երևանը ասենք պետք է Դուբայի հետ ոդկցի սրա այդ 100% բան եմ ասում։ Այդ որտեղ Երևանը վախտին Դուբայ եղե։ Երևանը իր 40-ականից այդ 60-ականների աշխարհի Դուբայներից եղե, որտեղ որ քաղաքը նայես այս շրջանի Թիֆլիսը կլինի, Մինսկը կլինի, Բաքուն կլինի, Կիևը կլինի, Մոսկվան, դրանք եղել են այդ քաղաքները։ Երևանն էլ է եղել, Երևանը այսքանից տենց ոչ մեկ մեր պես տենց մի քան տասնյակ անգամ ավել չի մեծացել, ոնց որ Երևանը ոչ մի քաղաք իմացի մեծացել է, բայց այդ հատկապես ձևավորումն եմ ասում, էլի։ Բայց ասենք իրան կպել են պարազիտի պես թողես մենակ խոսան։ Բայց սովետի սարքած այդ շենքեր հզորությունը դա պետք է դու ճանաչես, հարգես, չես կարող ուրանաս դու դրան, էլի։ Դու ասում ես, չի թողեն, չթողեն։ Ինչքան մենք տենց ազգային ոգով կառուցված շենքեր եւ ճարտարապետություն ունենք, որևէ սովետական մայրաքաղաք 100% ասում չի ունեցել։ Բայց մենք էտել չեմ պահել։ Մյուս փուլը մեր եղել ասենք, այդ չգիտեմ, կոնստրուկտիվիզմը, մյուս փուլը, չգիտեմ, եղել է մոդեռնիզմը, սա քանդում են։ Ու հիմա այդ մարդիկ ուզում են դա քանդեն, այդ չի կարելի ֆեյք ջան։ Իսկ դա կարա կանգնացնել միայն եւ միայն հիմնականում երիտասարդությունը։ Ուրախ եմ, որ իմ հյուրն է Իրվիզ ջան։ Ինչքան խոսացիք, ուզում ժամը նայեմ ինչքան ենք խոսացել, ամաչում, վայ, շեմ կյանքիամ նա երկար դեռ ունեցել, բայց հաստատ ու ամենաանկեղծ ու էմոցիոնալ է։ Ուրախ եմ, լավ լնես միշտ։ Ցավը տանում, մերսի, շատ զգացված եմ ֆեյք ջան։ Ժողովուրդ ջան, այսօր իմ հյուրն էր Վիկտոր Մնացականյանը։ Կհանդիպենք մյուս ոդկասթի ժամանակ, առայժմ